Ֆիլմի ստեղծման ընթացքը հոգեբանորեն դժվար տրվեց, որովհետև ֆիլմի նկարահանումների ավարտին մոտ կորցրեցիր հայրիկիդ։ Ես ամենաշատը ուզում եմ որ ինքն էր այդ ֆիլմը։ Ամենաշատը ու երբ որ մեր պրոդյուսերները Ռավիրա Տոմսերն էին տեղավորում, ասացի դիմացի շարքի մի հատ աթոռ անպայման ազատ կթողնեք։ Անսպասելի եղավ, ուղղակի զանգում են ու ասում, այն էլ որ մի քանի ժամ առաջ ես խոսել, փլվեց էլի աշխարհը։ Ես կանգնացրեցի մեքենան ու իջել ասֆալտի վրա լացում էի։ Հասկացա, որ ի վիճակի չեմ իրան տեսնել տենց ու ես չմտա ներս։ Անվտանգության տեսախցիկներ էլ կան ու վիդեո էլ կա, որ այդ պահը, բայց ես էլի հրաժարվել եմ նայել այդ վիդեոն։ Չգիտեմ, պապաս շատ համեստ մարդ էր էլի, տենց ամենադաժանը երևի, ես ֆիլմի նկարահանումների ընթացքում անդադ մտածում էի, որ հեսա վերջացավ նկարահանումները ու լավ գնաց ամեն ինչ, ես պապայիս մեքենա եմ նվիրելու, բայց չստացվեց, որովհետև միշտ ինքն է ինձ ինչ-որ բաներ նվիրել, շատ է ուզում այդ պահը տեսնեի, որ ես մեքենա իրան նվիրեմ, ինչ կզգա ինքը, որովհետև շատ է սիրում մեքենա, շատ է սիրում։ Տանը ամեն դեպքում կար խորտ հոր ներկայություն։ Այո։ Այդ ամեն ինչը պատանի Ռուբենի հոգեվիճակի վրա ինչպես էր անդրադառնում։ Շատ ծանր իրականում։ Մաման ես, մի հատ ուրիշ ծիածյա, ով նույնպես տղա ուներ։ Եթե շատ ուղիղ ասեմ, տպավորություն էր, թե մաման էլ ու այդ մարդն էլ իրենց երեխաներին պահելու համար էին գնացել այդ քայլին։ Մի տան մեջ մեծանալով եղբայրություն ձևավորվեց, թե չէ։ Եղբայրական հարաբերություն չստեղծվեց։ Ֆիլմում շատ անսպասելի ու շատ հետաքրքիր մի դրվագ կա, երբ ֆիլմում հայտնվում է Միշոն։ Ասեց իմ ամենամեծ մտավախությունն ինչն էր, որ հայկական թրիլերը կարա լինի խնդալու։ Այս ֆիլմը եւ գիրքը շատ մեծ գաղափարախոսություն ունի, թե ինչքան ծանր կարան լինեն կախվածություն առաջացնող սիրո հետևանքները։ Ես առանց իրա չեմ կարա, նորմալ չի, երբ որ քո մոտ առաջանում է այդ արտահայտությունը, որտեղ իմ մոտ էլ է առաջացել։ Եղել է շրջան, որ ես ասել եմ, ես առանց իրա չեմ կարա։ Ինձ խանգարել է հենց այդ կախվածություն առաջացնող ծերը, ու ես էլի այդ հարցով գնացել եմ հոգեբան մոտ, ասել եմ, օրինակ ինչ է իմ մոտ սենց երկար ժամանակ բացատրեց եւ հասկացա, որ էլի գալիս է ծնողների ժամանակ էմոցիաներ չճանաչելուց։ Տանը այնքան ցուրտ էր, որ մամայի շորն էի հագնում, որ չմսե ու տենց էի մոնտաժանում այդ YouTube վիդեոները։ Այդ պատկերն եմ հիշում, ու երեկվա պրեմիերան շատ անհասկանալի փոփոխություն է էլի։ Հաղորդման գործընկերներն են Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Softcare կոսմետոլոգիական սարքավորումներ ներմուծող ընկերությունը։ Դու ինչի մաս։ Live-room-ում այսօր Ռուբեն Եսայանն է, մարդ, ով սկսեց YouTube-ում վիդեոներ նկարահանելով, անցավ նույնիսկ դերասանական ճանապարհ, իսկ այսօր արդեն ստեղծել է իր ֆիլմը, որը նկարահանվել է իր հեղինակային թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա գրքի հիման վրա։ Ողջույն Ռուբեն։ Բարև Ամալիա։ Շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալ եմ։ Մեծ ճանապարհ անցար, մինչև գիրքդ էկրանավորեցիր եւ գիտեմ, որ սա քեզ համար ուղղակի անիրական թվացող երազանք էր, հետո արդեն շոշափելի երազանք դարձավ ու հիմա արդեն քո երազանքն իրականություն է։ Ինչ ճանապարհ անցար։ Դե որ հետ եմ նայում, երբ որ ինչից եմ սկսել, որ այն որ դու ասում ես YouTube-յան վիդեոներ եմ սկսել, այդ ուղղակի դες փաստա, բայց դրա հետևում էր, որ օրինակ մեր տանը այնքան ցուրտ էր, որ մամայի շորն էի հագնում, որ չմսե ու տենց էի մոնտաժանում այդ YouTube վիդեոները, որ այդտեղից եմ նայում, մաման տստակ շորեր ուներ, ես չէ։ Չէ, տենց էր ստացվել, նվեր էին տվել իրան թե ինչ։ Հիշում եմ, որ այդ պատկերն եմ հիշում, ու երեկվա պրեմիերան շատ անհասկանալի փոփոխություն է էլի։ Ես չեմ հիշում գրքերի շնորհանդեսներ, որոնք այդպես մեծ հերթերով անցնեին, քո գրքերի շնորհանդեսներն արդեն կազմակերպում էիր Համալիրում, որովհետև օրինակ Մոսկվա կինոթատրոնում ուղղակի մարդիկ չէին կարողանում ներս գալ, այնքան շատ էին, ու գրքերի շուրջ արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն առաջացավ։ Քեզ համար սպասելի էր, որ քո գրած գրքերը այսպես բեսթսելեր կդառնան։ Իրականում ես շատ երկար ժամանակ հասկանում էի, որ բոլոր երիտասարդները, պատանիները իրենք շատ են սիրում հատկապես Ագաթա Քրիստիին ու Շերլոկ Հոլմսին։ Ու ես հասկանում եմ, որ մի հատ բաց կա, երբ որ մարդիկ այդ գրքերը կարդում են այդ հեղինակների, ինչ որ պայծ ուզում են նաև հայկական նմանվեք, ոչ թե հայերեն, այլ հայկական, որ հերոսները հայ են, Հայաստանի մասն են, այլն։ Ես հասկանում եմ, որ այդ բացը կա եւ ոնց որ
ուղղակի իրանք չունեն ընտրության հնարավորություն։ Այդ փաստը ինձ համար շատ մեծ շարժառիթ դարձավ, որ պետքա փորձել, որովհետև ես գիտեի, որ առաջին հերթին իմ թիրախային լսարանը դա երիտասարդներն են, պատանիներն են, ովքեր այտենց մոտ են ագաթային, արդեն էս ինտերնետի զարգացման հետ նաև համաշխարհային կինո արտադրությանը, Սթիվեն Քինգին, որ ամեն գրքի հենց նոր գիրք է գրում այդ մարդը, միանգամից ֆիլմ են նկարում, ու տես շատերը իրան համարում են արդեն նույնիսկ ոչ թե գրող, այլ սցենարիստ, եւ հասկանում են, որ արդեն այդ մարդիկ մեր երկրում որոշակի հայտնիություն ունեն, նշանակություն ունեն, Էդգար Ալան Պոն նաև վերջին շրջանում շատ ավելի հայտնի է, քան այն ժամանակ, ու այդ ամեն ինչի sense միավորումը առաջացրեց իմ մոտ գաղափար, որ լավ կաշխատի ու լավ կսիրվի, եթե իհարկե լավ բան գրվի։ Ամեն դեպքում հեղինակի համար կարևոր է նաև սեփական ճանապարհն անցնելը, մինչև ստեղծագործությունը թղթին հանձնելը։ Բացի այն հաշվարկները, որ ուներ, որ երիտասարդները ունեն դրա պահանջը, դու ինչ ճանապարհ անցար այս ստեղծագործությունները գրելու համար։ Իրականում ես մինչև բանակ գնալը չեմ սիրել կարդալ եւ միշտ երբ որ դպրոցներում հանդիպման եմ լինում, շատ ուրախ եմ լինում, երբ որ ուսուցչուհիներ են ներկա լինում, ասում եմ, որ ըստ իս հատկապես գրականության մեթոդաբանությունը մեր երկրում մի քիչ ճիշտ չի ընտրված, որովհետեւ շատ հաճախ ծրագրային գրքերի մեջ, որոնք հանձնարարվում են, որ աշակերտները կարդան, կան այնպիսի գրքեր, որոնք չեն կարող որպես այդպեսին պատճառ դառնալ, որ իրենք սիրեն ընթերցանությունը, որովհետև ըստ իս հանձնարարվում են սխալ տարիքում սխալ գրքեր, հատկապես բարդ գրականությունը հանձնարարվում, որովհետև մեր հեղինակներն էլ իրականում սովետական շրջանի եւ դրանից առաջ շատ բարդ են գրել, ու իրենք չեն գրել հիմնականում երեխաների համար կամ աշակերտների, իրենք գրել են ազգի համար, որովհետև մենք ունեցել ենք որոշակի գաղափարախոսություն ձևավորելու, միասնականության հաղթելու, հայրենասիրության եւ հիմնական գաղափարները դրա մեջ է եղել։ Ամենահայտնիներից Սամվելը, Գեորգ Մարսպետունին, Վարդանանքը, այդ ամեն ինչը բուն նպատակ է ունեցել ու հիմա երբ որ ծրագրով նման բարդ գրականությունը հանձնարարվում աշակերտներին, դա նաև վատ էֆեկտ է առաջացնում, որ իրենք այդ դժվար գործերը կարդալուց հասկանում են, կարդալը օրինակ տանջանք է։ Իսկ ինձ համար ըստ իս ճիշտ է այդ հզոր գործերը կարդալ, երբ որ դու արդեն շատ բան ես կարդացել ու մեկ էլ մի քիչ հասուն ես տարիքով։ Ու ես էլ այդ ճանապարհը անցած հասկանում էի, որ ես գերազանցիկ էի ու այդ գերազանցիկությունը պահելու համար ես ոնց որ պծիճկայի համար կարդում էի ծրագրային գրքերը, բայց հաճույք չէի ստանում։ Ու այդպես գնացի բանակ, մատաղիսում եմ ծառայել, այնտեղ շատ խիստ էր ամեն ինչ, շատ։ Ու ստացվեց այնպես, որ ես ջրծաղիկ ընկա ու 15 օր պետք էր պարկել։ Ու այնտեղ հեռախոս չի թույլատրվում ընդհանրապես անելու բան չկա, դու 15 օր ուղղակի պարկում ես, 2-3 օր հա այտենց հավեսը թանում ես, քնում ես եւ այլն, բայց ինչ-որ բայց սկսեցի ձանձրանալ ու մտածի ինչ անեմ։ Կար Պուճուրի գրադարան Զորամասում, ասեցի խնդրում եմ ինձ 2 հատ այնպիսի գիրք տվեք, որ ես շատ հետաքրքիր անցկացնեմ ժամանակս, ու տվեցին Sherlock Holmes, որին թեթև ծանոթ էի, եւ Ագաթա Քրիստիում չէի ճանաչում եւ նույնիսկ մտածի տղամարդ է, այդ Ագաթա Քրիստի։ Ու սկսեցի կարդալ Ռոջեր Էքրոյդի «Իսպանությունը» գիրքները, ես ասենց կուլ տալով կարդում էի, շատ անհամբեր ուզում էի իմանալ ինչ է լինելու, ու հասկացա, որ ես չեմ իմացել sense գրականության մասին այդ տարիքում, ու սկսեցի բացահայտել ինձ համար այդ։ Դրանից հետո արդեն վերադարձա, սկսեցի շատ ավելի կարդալ այդ ժանրի գործեր, ու այտենց եկավ իմ մոտ մի հատ պահ, որ ես ուզում էի հայկական տենց գործ կարդալ։ Ու ուսումնասիրեցի չկար որևէ տենց այդպիսի օրինակ ու հասկացա, որ սա շատ լավ ինձ համար շարժառիթ է, ոգևորություն է, որ ես կուզեմ այդպիսի գործ ստեղծել։ Իսկ թե ինչու հենց այդ պատմությունը, դա էլ մի քիչ ուրիշ տեղից եկավ, ես Հայաստանի գյուղերը եւ ընդհանրապես գյուղեր շատ եմ սիրում, երբ որ գնում եմ արտերկիր, ինձ համար օրինակ Ֆրանսիայի գյուղերն են ավելի հետաքրքիր, քան Փարիզը։ Ցանկացած տեղի գյուղերը ավելի հետաքրքիր են։ Եվ այդպես իմ մոտ միտք առաջացավ, որ միգուցե Հայաստանում կա մի հատ գյուղ, որի մասին ոչ մեկ չգիտի, եւ այդ գյուղը ինչ որ հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Այս սա դարձավ հիմք, որ ես գրեմ թունելից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Գրքի էկրանավորումը սկզբում քեզ համար անհասանելի երազանք էր թվում, ես ինչու եմ սա այսպես վստահությամբ նաև ասում, որովհետև ժամանակին երբ խոսում էինք, այ դու որոշակի տարակուսանքով ասում ես, այ եթե լինի շատ լավ կլինի, բայց չգիտեմ, այսինքն քո մեջ կար երազանքը, բայց դու դեռ չգիտեիր կգտնես ուղիներ թե ոչ։ Ինչ ճանապարհ անցար ֆիլմը ստեղծելու համար։ Դե ֆիլմ արտադրությունը թերևս շատ ակնհայտ է, որ մեծ առաջին հերթին ֆինանսների հետ է կապված, շատ բարդ ճանապարհ անցա այն իմաստով, որ հատկապես մեր ժանրի ֆիլմերի դեպքում, որոնք նոր են եւ կոմեդիա ժանրի չեն, որտեղ ավելի հեշտ է ինտեգրել օրինակ գործընկերներ,
մենք շատ սահմանափակ հնարավորություններ ունեինք եւ կարողացանք իր շնորհակալություն իհարկե գործընկերներին, որ կանգնեցին իմ կողքին, կարողացանք մի քանիսին ներգրավել, բայց դա շատ քիչ տոկոսներ ֆիլմի, դրանից զատ ես ստիպված եղա մեքենաս վաճառել, քույրս ստիպված եղավ իր մեքենան վաճառել եւ վերջինը կաթիլն էլ, որ ստիպված եղանք մեր տունը դնել գրավ։ Այս երեքն էլ արեցինք ու կարողացանք մի կերպ ստանալ։ Ինչ է։ Ֆիլմի բյուջեն որքան էր։ Ֆիլմի բյուջեն կազմել է մոտավորապես $500,000։ Սա քեզ համար անհասանելի թիվ էր թվում։ Ես երբեք չեմ տեսել իրականում այդպիսի թիվ։ Չեմ տեսել այդքան փող։ Հասարակ ընտանիքից տղայի համար, որը այդ գումարները չի աշխատում եւ այդ գումարները անհասանելի են թվում, իրականում ենթադրում եմ, որ շատ ավելի բարդ ճանապարհ է անցել, որովհետեւ մի անգամից ասես դե մեքենան վաճառեցինք, սա արեցինք, նա արեցինք, բայց քո մեքենան վաճառելը վստահաբար շատ ավելի հեշտ որոշում է եղել, քան քույրիկի մեքենան վաճառելը։ Բնականաբար, բայց այստեղ նաև շատ կարևոր է որ քույրս էլ հավասարապես ինտեգրված էր ֆիլմում եւ ինքն էլ էր շատ ուզում որ ստացվի, բայց հա, այդ փաստը ուղղակի ասում ես ու անցնում է, բայց դրա յետևում տենց շատ այլ էմոցիաներ կան, հատկապես երբ որ ես ջերմուկից տեղափոխվեցի Երևան, մամայի հետ մենք Վարշավայում էինք ապրում ու տենց մի հատ փուճուրիկ տուն էր, այդքան չվերանորոգված, օրինակ իմ մահճակալը հենց հյուրասենյակում էր ու տենց կիսակոտրված, մենք 7 տարի մոտավորապես այդպիսի պայմաններում ենք ապրել, ու օրինակ ես տանը ամաչում էի բլոգ նկարեի, որովհետև սիրուն պատ չկար, որտեղ կանգնեի նկարեի։ Հետո մենք կարողացանք հիպոթեկով այսպես ասած ձևակերպել այս տունը, հետո տենց ամիսներով փակելով ես կարողացա վճարելով իմ գրքերի վաճառքի շնորհիվ իմ գովազդների եւ այլն իմ աշխատանքով կարողացա տունը ամբողջությամբ հիպոթեկը սպառել եւ 1-ից 2 ամիս անց ստիպված եղա դնել գրավ այդ տունը, որ այդքան մենք սպասում էինք, բայց կարծում եմ երբ որ ինչ որ նպատակ ունես պետք է որոշակի ռիսկերի գնալ։ Հիմա կարծում եմ այն ինչը ես պատկերացնում էի 90%-ով ստացել ենք, մարդկանց արձագանքները շատ լավն են, շատ ոգևորող են, ամեն սեանսից հետո ես սպասում եմ ինչ նամակներ այնց գալու եւ դրանք կարդալով շատ եմ ոգևորվում։ Չգիտեմ, ինքը երեխայի պես է, համ գիրքը, համ ֆիլմը, որոնց sense բաղձալի ձևով սպասում էի ու ստացվեց։ Հրաժարվեցիր մեքենայից, քույրիկի մեքենայից, տնից չես հրաժարվել, տունը գրավ եք դրել, բայց ներդրումները շատ մեծ են։ Ամեն դեպքում նման ռիսկերը առհասարակ ըստ քեզ արդարացված են։ Երբեմն, երբ որ ասում են ռիսկը գործի կեսն է, դա իհարկե պետք չի հալած յուղի պես ընդունել, որովհետև պետք է ռիսկի գնալ, բայց եթե կան ռիսկի գնալու համար բավարար հիմքեր։ Առաջին հերթին են, որ գիրքը սիրված էր, որը որոշակի երաշխիքներ է տալիս, որ լավ կլինի ամեն ինչ։ Մեզ համար այդ հիմքերը այնքանով կային, որ նախ մենք այս ֆիլմը չենք նկարել նրա համար, որ անպայման գումար աշխատենք։ Առաջնային նպատակը, որ մեր ներդրած գումարը զրոյանա։ Երբ որ սա լինի, մեզ համար սա մեծ հաջողություն է, որովհետև մենք գիրք ենք էկրանավորել, ոչ թե ուղղակի արել ենք ֆիլմ։ Իմ էմոցիաները եւ իմ զգացողությունները այսքան մեծ չէին լինի, եթե ինքը լիներ ուղղակի ֆիլմ, բայց երբ որ հենց գրքի ֆիլմն է, սա շատ է փոխում իրավիճակը։ Ու հիմա մենք իրենց փայփայում ենք, ամեն ձև փորձում ենք ցույց տալ մարդկանց, այսինքն հասանելի դարձնել։ Հիմա իհարկե մայրաքաղաքում ենք կենտրոնացած, բայց նույնիսկ ամենահեռավոր գյուղերում պատրաստում ենք որոշակի տարբերակներ մտածել, որ իրենց ցուցադրենք։ Ու նաև ինչ էֆեկտ ես նկատեցի, որ շատերը ֆիլմը քանի որ գրքի պես ինչ որ sense մի քիչ անավարտ կտոր ունի, այսինքն ոչ թե անավարտ, այլ շարունակության տեղ է թողնում, շատերը դուրս են գալիս, ասում են երկրորդի գիրքը կա, չէ, ու իրենք գնում են որպեսզի կարդան։ Այսինքն որոշակի նաև ինքը խթանում է, որ մարդիկ ֆիլմից դուրս գան, գնան երկրորդը կարդան, տեսնեն ինչ է լինում, ու այսպես ընթերցանությունը ավելի տարածվում է։ Սա ենթադրում է նաև երկրորդ ֆիլմ։ Դե, եթե տունը չկորցնեմ, այո, չէ, սա կեսկատակ, բայց եթե իհարկե արդարացնի իրեն ֆինանսապես, ինչպես ասացի, մեծ ֆինանսներ են պետք նկարելու համար, այո, մենք շատ ենք ուզում շարունակություն նկարել, հատկապես որ ես շարունակությունը շատ եմ սիրում, իրոք երևի ինքը թվում է թե նույն պատմությունն է լինելու, բայց շատ ուրիշ բանի մասին։ Այս ֆիլմը եւ գիրքը շատ մեծ գաղափարախոսություն ունեն իմաստով, որ ես երբեմն օրինակ գնում եմ դպրոցներ, հարցնում եմ ինչ գլխավոր գաղափարախոսությունը հասկացել եք գրքի։ Ոմանք ճիշտ են պատասխանում, ես շատ ուրախանում եմ, որ ֆիլմը իհարկե եւ թրիլեր է եւ դետեկտիվ է, այնտեղ տարբեր լարված իրավիճակներ կան, բայց շատ գլխավոր գաղափար ունի այն մասով, որ թե ինչքան ծանր կարան լինեն կախվածություն առաջացնող սիրո հետևանքները, որը այս բանը շատ տարածված է, որովհետեւ հիվանդագին սերը ինքը
Երբ որ դու մարդուց կախվածություն ես ձեռք բերում, արդեն առողջ չի եւ դա կարող է մարդու հոգեբանորեն մարդու վրա նենց ազդեցություն ունենա, որ հանգեցնի սարսափելի երևույթների եւ ես առաջիկայում պատրաստում եմ մի հատ վիդեո անել Թունելից 10 կիլոմետր հեռավորության վրա ֆիլմի գլխավոր կերպարներից մեկի մոտիվը, որը ինքը որոշակի բան էր տեղի ունեցել, դա իրականում նմանատիպ մի բան եղել է։ Ես պահել եմ այս փաստը, որ երկարաժամանակ մի օր ռիլով տեղադրեմ եւ այդ մարդը նույնպես հիվանդագին սիրո արդյունքում հոգեբանորեն խախտվել էր։ Եվ հիմա ես շատ եմ տեսնում երիտասարդների մեջ, չգիտեմ, տարբեր ինքնասպանության փորձեր են անում սիրո համար, սթրեսային վիճակներում տարբեր հիվանդություններ են ձեռք բերում եւ այլն, այսինքն որ այդ ես առանց իրա չեմ կարա այս արտահայտությունը հասցնել մարդկանց, որ դա նորմալ չի, այս երբ որ կոմոդ առաջանում է այդ արտահայտությունը, որտեվ իմ մոտ էլ է առաջացել։ Եղել է շրջան, որ ես ասել եմ ես առանց իրա չեմ կարա։ Ես ուզում եի հենց այդ մասին հարցնել։ Եվ ես հիմա որ հետ եմ նայում, ես հասկանում եմ, որ դա ուղղակի հիվանդագին է եղել։ Ես հիմա այնքան ուրախ եմ, որ այդ 5-6 տարին արդեն փոխվել է իմ մոտ եւ ես որոշակի ուրիշ մտածողություն ունեմ։ Եվ ես միշտ ասում եմ, եթե դուք հարաբերության մեջ եք եւ ձեզ մոտ առաջանում է հանկարծակի միտք, որ ես առանց իրա չեմ կարա, այդտեղ խնդիր կա շատ լուրջ։ Եվ եթե դու դրա վրա ուշադրություն չդարձնես, դա կարող վերածի դառնա շատ լուրջ խնդիր, որի հենց գլխավոր մեսեջը օրինակ Թունելի գիրքն է եւ ֆիլմն է։ Softcare ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է մաշկի խնամքի եւ մազահեռացման մի շարք սարքավորումներ եւ կարող է 0-ից կահավորել համապատասխան կլինիկաները։ Ինչ սարքեր են ներկայացնում, մեզ կպատմի Softcare ընկերության հիմնադիր տնօրեն Վահագ Ռաշը։ Ողջույն Վահագ։ Ողջույն Ամալիա ջան։ Ինչպես է շուկայում կողմնորոշվում, որ սարքավորումները բերել Հայաստան։ Տարբեր սեմինարների ու ցուցահանդեսների ենք մասնակցում տարվա ընթացքում, թե Եվրոպայում կլինի, Ամերիկայում կլինի, Դուբայում։ Բերում ենք հենց մեր կլինիկայի համար առաջի հերթին, փորձարկում է անցնում մոտ կես տարի, 1 տարի այդ սարքավորումը, նոր իրեն հանում ենք արդեն վաճառքի։ Մազահեռացման սարքավորումները շատ բազմազան են մեզ մոտ, ինչ գոյություն ունի շուկայում, դա կարողանում ենք ապահովել։ Նաև ունենք նիհարեցման բազմաթիվ լայն տեսականի, մենք կարողանում ենք այս բնագավառում բացվող բիզնեսներին 0-ից ապահովենք բոլոր տեսակի սարքավորումներով։ Լազերային սարքավորումները որքանով են եկամտաբեր բիզնես։ Իրականում իրենք շատ եկամտաբեր են, բայց ամեն ինչ կախված է մասնագետից։ Հաճախորդներին հավաքել, հաճախորդներին պահել։ Սարքի որակը ու սարքի արդյունավետությունը թողնում եք ինձ վրա, մնացած ձեր գործն է։ Այդ մեկ նախադասությամբ կարելի է ամեն ինչ ասել։ 7-ից 15000 վճարում ենք սարքին, աշխատում ենք մոտավորապես 70-ից 150,000, 10 անգամ ավել։ Վճարում ենք $2500-ից $3000, նորից փոխում ենք գլխիկը ու սարքը դառնում է նորից զրոյական աշխատելու ռեսուրս։ Նորից $70,000-ից մինչև $150,000 կարելի է աշխատել։ Իսկ քանի անգամ այսպես կարելի է փոփոխել։ Անվերջ կարելի է փոփոխել։ Ովքեր կարող են լազերային մազահեռացման ոլորտում դառնալ մասնագետ։ Ցանկացած մեկը։ Առաջինը կարող են սկսել IPL կամ լազերային տեխնոլոգիա մազահեռացումից, քանի որ դա լիցենզիա չի պահանջում այս պահին Հայաստանում, ու կարող է 0-ից մարդը գալ, սովորել մասնագիտությունը ու սկսել բիզնեսը վարել։ Ցանկացած սարքավորում մեզ մոտ գնելուց ուսուցումը անվճար է կատարվում։ Մասնագետը ինչպես պիտի ընտրի դիոդային սարքավորումը, որպեսզի կես տարի հետո չկորցնի այն իր արդյունավետությունը։ Առաջինը լազերային մոդուլին պետք է ուշադրություն դարձնել, երկրորդ հովացման համակարգը։ Դա հենց գլխիկի հովացման համար է, քանի որ հենց այդ գլխիկի հատվածը ամենաթանկ հատվածն է ապարատի։ Մեր սարքերը կոնկրետ գործարանային են ու հաճախորդներին միշտ խորհուրդ կտամ օգտվել գործարանային սարքավորումներից, այսինքն պարտադիր ճշտել, որ գործարանում է արտադրվում, որ երկրում իր սերիալ համարով, իր գրքով ամեն ինչով սարքը ունենա բոլոր համապատասխան սերտիֆիկատներն ու փաստաթղթերը։ Քանի որ շատ տարածված են անհայտ անուններով, անհայտ ծագման սարքավորումներ, թե Հայաստանում, թե ընդհանրապես աշխարհում, դա կարող է բերել շատ վատ հետևանքների, մինչև անգամ հաճախորդներին այրվածքներ առաջացնելուց ու շատ տարբեր վնասներ հասցնելուց։ Կոնկրետ մեր մոտ Genesis 7G-ն ու Genesis U-ն մշակված են մեր տրված դիզայնով, նույնիսկ լոգոն ենք մենք սարքել։ Տրվել ենք գործարանին, պատվիրել ենք, իրենց պարտավորվել ենք, որ տարեկան այս քանակի արտադրանք պետք է գնենք իրենցից ու մեր համար արտադրված մոդելներ են։ Իրենք այնքան պոպուլյար են հիմա դարձել, որ
իրենց անորակ կոպիները Հայաստանում սկսել են լծվել։ Դրա համար մենք պարբերաբար ցուցադրում ենք իրենց կառուցվածքը, ինչպես տարբերել օրիգինալը ոչ օրիգինալից։ Ինչն է նաև մեր առավելությունը, մենք սարքը պատվիրելուց բոլոր դետալները ունենք։ Եթե օրինակ սարքի վրա խնդիր է առաջացել, դա մեզ մոտ տևում է 2-ից 3 ժամ մաքսիմում։ Իսկ շատ դեպքերում մարդիկ օրինակ էկրանի հետ խնդիր է առաջացել, ասում են պետք է պատվիրենք 3 ամիս, դուք պետք է սպասեք այս էկրանին։ Դա մեծ խնդիր է ինքնուրույն պատվիրողների համար, նաև այն մարդկանցից գնելու դեպքում, որոնք նորմալ սպասարկում չեն ապահովում։ Դա շատ կարևոր է։ Մենք ընտրում ենք լավագույնները հարմար գնային սեգմենտի մեջ, օրինակ չունենք էժան սարքավորումներ, զանգում են հարցնում են ինչ որ գնի սեգմենտի սարքավորումներ ունենք, ասում ենք չունենք, որովհետև իմաստ չունի դա ունենալ։ Դա մեր համար է խնդիր, համ հաճախորդի, համ սպասարկող հաճախորդի։ Ոչ ոք չի բացում սարքավորումը, ցույց տալիս դետալային ինչ կա իր մեջ։ Մենք նաև սերվիս կենտրոնում սպասարկում ենք այլ կազմակերպությունների կողմից ներկրված կամ անհատական ներկրված սարքավորումներ։ Շատ դեպքերում ես կարող եմ ասել, որ բացելուց հետո կվախենան սարքավորումը, որովհետև նույնիսկ մաստակով կպցրած այսպիսի լարերը սարքավորումներ են հանդիպել մեր սերվիս կենտրոնում։ Բերել են սարքավորումները, հաճախորդը տարել է ու խնդիրների է բախվել։ Ներկրողը հրաժարվում է սպասարկել սարքավորումը, նշելով հոսանքի տատանում, ջուրը ժամանակին չեք փոխել, նման բաներ թողնում է խնդիրը հաճախորդի վրա։ Հաճախորդը ստիպված փնտրում է մարդ, ով կսպասարկի իր սարքավորումը եւ գալիս է, այսպես ասած, մեր դուռը, մենք աշխատում ենք միայնակ չթողենք այդ հաճախորդին, որովհետև այդ հաճախորդը պոտենցիալ մեծ հաճախորդ է հետագայում։ Իսկ նիհարեցման սարքերը ձեզ մոտից գնելիս ինչ առավելություններ կան։ Էլի ուսուցումը անում ենք, երաշխիքը տրվում է, միշտ նայում ենք այն տեսությանը, որ հաճախորդին չվաճառենք ապրանք, հաճախորդին վաճառենք բիզնես, ոչ թե ապարատը վերցրեց, հաճախորդը գնաց 2 ամիս հետո զանգարեց, ասեց կարող ենք վաճառել սարքավորումս, որովհետև չեմ կարողանում աշխատել։ Նույնիսկ ֆիզիկական տվյալները հաշվի առնելով առաջարկում ենք որ ապարատից ինքը կարող է օգտվել։ Օրինակ ապարատներ ունենք, որի համար ուժ է պետք կիրառել։ Ապարատներ ունենք, որը պետք է ոտքի վրա գցել, սպասել, մինչև ինքը իր գործողությունը անի, հաճախորդը դուրս գա։ Softcare ընկերության Instagram-յան էջի հղումը կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Սկսեք ձեր բիզնեսը 0-ից եւ անցեք ձեր հաղթական ճանապարհը։ Ինչպիսին է Ռուբենի կյանքը, որը կախյալ սեր ուներ։ Դժվար։ Ես անընդհատ ուզում էի հավանածս աղջկան, կապ չունի, մի քանիսն են եղել, ուզում ասել ում հավանում եմ, ուզում էի հասնել իրանց, ոնց որ առաջին նպատակը այդ էր հասնել այդ աղջկան, որ այդ ամեն ինչը ձևավորվի, որ ես իմանամ, որ առանց իրա չեմ կարան գոյություն չունի, որտեղ ինքը կա։ Դու միշտ փոխադարձ սեր ես ունեցել, թե ունեցել ես նաև անպատասխան սեր։ Ունեցել եմ անպատասխան սեր, ավելի դպրոցական տարիքում եմ ունեցել։ Դպրոցական տարիքում սիրարվել էի եւ մոտ 10 տարի մինչեւ այդ աղջիկը ավարտեց գնաց, ես սիրարված էի, բայց անպատասխան։ Ու էլի իմ համար որոշակի հադ է բնականաբար սթրեսներ եղել են եւ այլն, բայց ես այդտենց մտքեր ունեցել եմ, որ ես առանց իրա չեմ կարա։ Որտեվ ես եկել եմ այն մտքին, որ չկա էլի մարդ, որ առանց մեկի չի կարա։ Դա մի քիչ տանում է էմոցիոնալ դաշտը չկառավարելուն, հոգեբանորեն չկարողան։ Շատ ինքը գրքային եւ ռոմանտիկ է, որ մարդիկ իրար սիրում են եւ դու այդ արտահայտությունը ասում ես, առանց քեզ չեմ կարա։ Բայց երբ որ սերը անառողջ է եւ չկա հարաբերություն եւ դու այդ ժամանակ ես այդ մտքին հանգում, դա արդեն մի քիչ նորմալ չի։ Նույնիսկ չգիտեմ սա լավ է թե վատ է, բայց ամեն մարդ կարող է առանց յուրաքանչյուր մարդու կարող է Այստեղ արդեն հարցը ուրիշ է, դու ուզում ես առանց այդ մարդու, թե չես ուզում։ Ամեն դեպքում սերը նաև փոխադարձ հարաբերությունների արդյունք է եւ ոչ թե պարզապես հերվից ես քեզ սիրում եմ։ Դու ունեցել ես սեր, որտեղ հարաբերություններն են ստեղծել հիմք, որ մտածես, որ չես կարող առանց այդ մարդու, ոչ թե պարզապես դու քո գլխում ես ստեղծել։ Այսինքն այնքան արժեքավոր է եղել այդ հարաբերությունները։ Ես իմ բոլոր հարաբերությունները, որոնք ունեցել եմ անձնական որպես այդպեսին, որ հիշում եմ, իրենք
ես չեմ կարողացել այդ առումով որպես այդպեսին շատ զարգանալ, որովհետև ինձ խանգարել է հենց այդ կախվածություն առաջացնող ծերը, ու ես էլի այդ հարցով գնացել եմ հոգեբան մոտ, ասել եմ օրինակ ինչ է իմ մոտ sense երկար ժամանակ բացատրեց եւ հասկացա, որ էլի գալիս է ծնողների ժամանակ էմոցիոնալ բացակայություն, էմոցիաներ չճանաչելուց, այսինքն էմոցիաների ադրենալինի պես էմոցիաներ ուզելու, կուլ տալուց, որ ուզում ես անդադ էմոցիա եւ այդ ամեն ինչը առաջացնում էր այդ։ Այսինքն ես իմ վրա փորձեցի աշխատել, գտնել պատասխանները, պատճառները, որպեսզի կարողանամ լուծել այդ հարցերը։ Ու հիմա, երբ որ ես հարաբերության մասին մտածում եմ, ինձ համար շատ adekvat է ամեն ինչ, այսինքն նույնիսկ ուրիշների հարաբերությունները շատ լավ կարողանում եմ վերլուծել եւ հասկանալ, որ օրինակ ես մարդու մոտ կախվածությունը, թե ես մարդու մոտ կոմֆորտ վիճակից առաջացած կախվածությունը, որտեղ ինչպես նշեցի, երբ որ փոխադարձում ամեն ինչ լավ է ու այդ ժամանակ առաջանում կախվածությունը, հրաշալի է։ Բայց երբ որ չկա այդ ամեն ինչ ու նոր առաջանում կախվածությունը, այստեղ արդեն հենց օրինակ իմ գրքում հենց այդ գաղափարն է, այո, որ սա շատ լուրջ բան կարա դառնա։ Դու ընդհանուր խոսացիր հարաբերությունների մասին, երբեմն մենք գալիս ենք կյանքում մի կետի, երբ հասկանում ենք, որ մենք տարբեր մարդկանց հետ նույն պատմությունն ենք ապրում։ Գուցե անձերը փոխվում են, բայց քանի որ մեր տրավմաները չեն փոխվում, մենք նույն պատմությունն ենք ապրում։ Քո բոլոր հարաբերությունները այս կետով իրար նման էին։ Շատ նման էին, այո։ Մինչև ես հասկացա, որ ես պետքա նախ ուրիշ ձև նայեմ հարաբերություն ասվածին եւ դա չի կյանքի գերագույն նպատակը, ինչպես ես հուսամ ես հարցազրույցի շատ երիտասարդներ կնայեն, երբեմն հենց սովետական շրջանի դաստիարակության արդյունքում մեծացած երեխաները եւ նաեւ մի քիչ ավելի 2000-ական իրենք էլի որոշակի էմոցիոնալ, որտեղ ես հասկանում եմ սովետի շրջանում գեր նպատակը եղել է, որ երեխան կուշ լինի ու չմրսի։ Ու էմոցիոնալ կապի բացակայության արդյունքում ներկայիս երիտասարդները այդ էմոցիոնալ կապը փնտրում են հարաբերություններում եւ գեր իդեալականացնում են հարաբերությունները։ Իրենց գեր նպատակը հարաբերություններն է, ու երբ որ հարաբերություններ ունենան, ամեն ինչ հրաշալի կլինի։ Եվ ոնց որ ամեն ինչ անում են, որ գնա հանգի դրանց։ Խոսքը մեծամասնության մասին է, կամ միգուցե չասեմ մեծամասնության, մեծ զանգվածի, մի մեծ կտորի մասին է։ Ու ես կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ այդ էմոցիոնալ խնդիրը մեր ազգի մեջ կա եւ էմոցիոնալ ինտելեկտի, հա, հուզական ինտելեկտի, միգուցե sense ասենք, որ ասում են EQ են ասում հիմա, որ պետքա դրանց հետ աշխատել, որովհետեւ եթե ես չաշխատեի, ես էլի չէի կարողանա ռացիոնալ դատել նման բաները։ Իրավիճակի հանդեպ քո վերաբերմունքը փոխվելուց հետո ունեցել ես սիրահարվածություն, հարաբերություններ։ Ունեցել եմ եւ արդեն որոշակի ավելի առողջ է եղել։ Այսինքն, եթե օրինակ այն ժամանակ ես կարող էի վախենալ այդ մարդու հետ խոսել, որովհետև դա կարող էր հանգել, չգիտեմ, բանավեճի կամ օրինակ կարող էի ես կորցնել այդ մարդուն այդ կռվի արդյունքում եւ այլն, ես դրանից հետո արդեն հարաբերության մեջ մտնելիս արդեն ռացիոնալ հասկանում եմ, խնդիր է, պետքա խոսել, եթե խնդիր չի, եթե կասես բաց, պետքա խոսել։ Այսինքն խոսել առանց վախենալու, որտեղ երբ որ դուրս է գալիս այն կտորը, որ ես առանց այս մարդու չեմ կարա, սա մի հատ մեծ թեթևություն է գալիս, դու հանգիստ ես շատ, ու դու կարող ես ցանկացած բան խոսել, եթե հասկանում ես, որ խոսքի արդյունքում առողջ չի շարունակվում շփումը, օքեյ, ուրեմն սա նորմալ չի։ Այսինքն մի քիչ ավելի գալիս է էմոցիաները նույնպես կարևորում են, բայց նաև գալիս է գիտակից շփումը, ինչը թերևս ամենակարևորն է հարաբերություններում։ Դու հիշատակեցիր, որ ընտանիքում հիմա բոլորը անդադ քեզ ասում են այ որ ամուսնանաս, այ որ ամուսնանաս, բայց երևի թե այս առումով այդքան կարևոր չէ, ոչ թե կարևոր չէ, ամեն դեպքում առաջնային չէ, հա, ընտանիքում ընկերները ով ինչ է մտածում, որքան այն թե դու ինքդ ինչ պահանջմունք ունես, դու ինքդ հիմա ընտանիք ստեղծելու պահանջմունք ունես, թե չէ։ Անկեղծորեն չէ, որովհետև ոչ թե նրա համար, որ վատ բան, ընդհակառակը ես շատ եմ ուզում ընտանիք ինչ որ պահից իմ ընտանիքը ունենալ, բայց ես չեմ ուզում դա անել շտապ եւ չեմ ուզում դա անել միայն իմ կարիքներից ելնելով, այսինքն այն մարդու հետ ուզում եմ կազմել, ուզում եմ ինքն էլ վստահ լինի, որ ինձ հետ երջանիկ է լինելու։ Ու ես հասկանում եմ ինչի է ճնշումը գալիս մեծերի կողմից, որովհետեւ հատկապես իրենց որ այդ մեսեջը իրանց ասում են, հետո սկսում են բացել մեսեջը, գալիս է նրան, որ երեխայից շատ մեծ կլինես տարիքով։ Պետք է շուտ ունենալ երեխա, որ երիտասարդ լինեք, իրար հետ խելքդ չհասնի ոնց մեծացնես։ Հա, չգիտեմ, երևի։ Սա մեսեջներ են գալիս անդադ, որ արդեն 30 տարեկան ես հեսա դառնալու, բա երեխա, բա սես բաներ են ասում, եւ բայց ես նորից եմ հասկանում իրենց։ Ես շատ ուրախ եմ, որ անդադ կարող եմ հասկանալ, որովհետեւ այդ մարդիկ այդպես են, որ ես պապաս 20 տարեկան ա եղել, որ ես ծնվել եմ, կամ 21 չեմ հիշում։
Եվ հիմա այս կտրուկ տարբերությունը եւ հիմա նես չի տենդենսը մենակի մոտ է, նկատել եք մարդիկ ուշ են ամուսնանում կամ եթե նույնիսկ ամուսնանում են ուշ են երեխա ունենում, որովհետեւ մի քիչ ավելի առաջնային է դարձել իրար հետի հարաբերությունները, քան երկուսի եւ երեխայի միջև հարաբերությունները։ Ու ես մի քիչ ավելի հակված եմ դրան, որովհետև ըստ իս երեխան կյանքի մեջ ոչ թե ամուսնական կյանքում ոչ թե գերնպատակ, այլ լրացում, հրաշալի լրացում է մի հատ, բայց պետք է երեխայի հետ այնպես ապրել, որ ինչ որ պահից այդ մարդուն բաց թողնես, գնա իր կյանքով ապրի։ Ես այդպես եմ մտածում, դրա համար ինձ համար էլ առաջնային իմ եւ կնոջս հարաբերությունները ապագա, քան իմ եւ կնոջս ու երեխայի։ Դրա համար չեմ ուզում շտապել, հիմա հատկապես նաեւ շատ եմ ուզում, որ իմ ընտանիքը չունենա որևէ տեսակի խնդիր, եւ սոցիալապես, եւ ֆինանսապես, եւ էմոցիոնալ։ Դրա համար ես ուզում եմ ամբողջովին վստահ լինեմ, որ ամեն ինչ հրաշալի է եւ ուղղակի հասկանալ ինչ կարելի անել։ Դու մաքսիմալ ռացիոնալ պատասխան տվեցիր, որ իրականում շատ կարևոր մոտեցում է, նաև շատ գիտակից մոտեցում է, որովհետև ես չգիտեմ, գուցե մեր ծնողների սերունդը 20 տարեկանում շատ ավելի հասուն է եղել, քան մենք ենք եղել, բայց ամեն դեպքում ես օրինակ ես ինքս էլ ինձ չեմ պատկերացնում, որ 20 տարեկանում կարող էի երեխա ունենալ։ Համաձայն եմ։ Բայց քո այստեղի պահանջմունքի մասին է ես հարցնում։ Հա, ես նույնիսկ այդ մասով ասեմ, որ փորձում եմ երբեմն մտածում եմ էլի որ կարող է ես այդ պահանջմունքը որ պետք է ասում եմ ինձ ամուսնություն տեսեք բանի առումով պատկերացման դաշտում որ պատկերացնում եմ ես կամ տուն կինս ծանը չգիտեմ իրար այդ ֆիլմն ենք շատ եմ ուզում շատ այսինքն եթե նկատի ունես ցանկությունը կա որ դա լինի այո բայց ես երբեք չեմ առաջնայնացնի ցանկությունը ստորադասելով այն հիմքերը, որոնց մասին խոսեցի, որովհետև շատ ինձ համար միգուցե այդ գերպատասխանատվությունը նաև էլի գալիս է ծնողների ամուսնալուծությունից, որ ես չեմ ուզում հանգստես բան լինի։ Բայց նաև լրիվ ճիշտ եմ համարում, որ եթե ամուսնացանք եկավ ինչ-որ պահ հասկացանք սա նորմալ չի, ինչ-որ պահից հարաբերությունները եւ ոչ թե պետքա ստիպված ապրել, այլ ավելի adekvat ճանապարհը ամուսնալուծվելը։ Բայց չեմ ուզի որ դա լինի իհարկե։ Ռուբեն, մենք ընթացքում խոսեցինք նաև հոգեբանի քեզ ցուցաբերած աջակցության մասին։ Հոգեբանի այցելելու մշակույթը շատ օգտակար կարող է լինել, եթե կարողանում ես գտնել ճիշտ հոգեբանի եւ մինչեւ այդ քայլը, երբ գալիս ես այդ մտքին, որ քեզ պետք է հոգեբանի աջակցություն։ Դու ինչպես եկար այդ մտքին, որ ես միայնակ ես քաոսից գլուխ չեմ հանում։ Իրականում օգնեց էլի գիտակցական մտածողության ձևավորումը, որ եթե ունես հարց, որի պատասխանը դու չես գտնում, եւ կա մարդով կարող է օգնել գտնել, նորմալ է, պետք է գնալ հարցնել այդ մարդուն։ Բայց այն, որ ասում ես հոգեբանի գտնել շատ դժվար է, քո հոգեբանին, այո, ես 5 հոգեբան փոխեցի, մինչեւ կարողացա մոտավորապես գտնել այն, ինչ ինձ պետք էր։ Կարծում եմ դա պետք է գիտակցական մտածողության գալ մինչեւ դա, որը արդեն կօգնի այն մյուս հարցին հանգել, որովհետեւ եթե ունես որոշակի խնդիր եւ այդ խնդիրը քեզ խանգարում ապրել, դու չես գտնում այդ հարցի լուծումը, բայց գիտես որտեղ կարելի է գտնել, պետք է գտնել, որովհետեւ շատ ավելի վատ է այդ լուծումը փորձել ինքդ, որովհետեւ հիմնական մենակով դա չես կարող անել ու ոնց որ այդ խնդրով ապրել, անտեսելով այդ խնդիրը, դա շատ վատ է։ Հատկապես եթե ես հասկացա, որ դա կարա անդրադառնա իմ ապագա ընտանիքի վրա, ամեն ինչի էլ կգնամ։ Ռուբեն, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ կարող ես օգտվել։ Իմպլանտումը առաջատար ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկա է Հայաստանում։ Իդեպ հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, կոսմետոլոգիական կլինիկան էլ հիմնադրել է Ելենան Ադամյան, որը բժշկական կրթություն ունի, բժշկական համալսարանում դասավանդում է, շատ հաճախ վերապատրաստվում է արտերկրում, այնպես որ չգիտեմ ստոմատոլոգիան կընտրես թե կոսմետոլոգիան, բայց վստահ եմ, որ գոհ կմնաս։ Շատ մերսի, անպայման։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոն նորեցօր ընդլայնում է գործունեության ոլորտը։ Այստեղ արդեն հնարավոր է իրականացնել մազերի փոխպատվաստում։ Մանրամասները մեզ կպատմի էսթետիկ կենտրոնի հիմնադիր բժշկուհի Ելենա Ադամյանը։ Ողջույն։
Ողջույն Ամալիա։ Ելենա, մազերի փոխպատվաստումը համարվում է վիրահատական միջամտություն, եթե չեմ սխալվում, եւ էսթետիկ կենտրոնները որպես այդպիսին հնարավորություն եւ թույլտվություն չունեն այս պրոցեդուրան իրականացնելու։ Ինչպես եք դուք դա անում։ Այո, իրավացի եք Ամալիա, այդպիսի միջամտությունները հիմնականում արվում են, երբ որ շենքը ունենում է վիրահատությանը համապատասխան սենյակներ։ Կլինիկան հատուկ դրա համար ստացել է լիցենզիա եւ ունի հնարավորություն կատարելու նման պրոցեդուրա։ Մեր բժիշկը դիմացնոտային վիրաբույժ է, վերապատրաստվել է առաջատար մասնագետների մոտ եւ ինչպես գիտեք, արտերկրից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից շատերը հենց հայերը մեկնում են հարևան երկիր, որպեսզի կատարեն այս միջամտությունը։ Ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ մենք ունենք հրաշալի մասնագետ, որ նմանատիպ բարձրակարգ սպասարկում իրականացնում է նաեւ մեր կլինիկայում։ Բոլոր փուլերի իրականացումը ապահովում եք ձեզ մոտ։ Այո, միանշանակ լինում են դեպքեր, երբ երկփուլանի է տեղի ունենում պրոցեդուրան, կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը զննում է եւ արդեն այդ ժամանակ քննարկում են միասին, որովհետեւ գիտեք այն հատվածներից, որտեղ որ գրաֆտները հեռացվում են, որպեսզի տեղադրվեն, այդտեղ պետք է լավացում տեղի ունենա, որպեսզի կարողանան երկփուլով, այսինքն դա կախված է ճաղատության, աստիճանից, որքան շատ է բացվածքը։ Իսկ հետակա բուժումը ուզում եմ տեղեկացնել, որ նույնպես մեր կլինիկայում իրականացնում ենք, իսկ ինչ է իրանց ներկայացնում հետակա բուժումը, սովորաբար այն գրաֆտները, որոնք տեղադրվում են, 1 ամիս հետո պետք է կատարեն որոշակի վիտամինային թերապիաներ, որպեսզի ինքը ավելի լավ ամրանա, մաշկի մեջ եւ կարողանա հանկարծակի շատ մազաթափություն տեղի չունենալ։ Դա իրականացնում ենք ելի մենք, մեր բժիշկները իրականացնում ենք թե մեզոթերապիա, թե պլազմաթերապիա։ Թվում է, թե մազերի փոխպատվաստումը հիմնականում տղամարդկանց է պետք լինում։ Իրականում սա հատուկ տղամարդկանց համար նախատեսված պրոցեդուրա է, թե կանայք եւս օգտվում են։ Չէ, կանայք նույնպես կարող են օգտվել։ Ուղղակի մեզանում շատ տարածված են, որ տղամարդիկ են ավելի ճաղատ իրենց մոտ ավելի շատ է երևում, իրենք են դիմում, բայց ոչ, կան խնդիրներ, որ կանայք եւս ունենում են եւ կարող է ամբողջությամբ չլինել տեղային, եթե կա ալոպեցիա ասվածը կամ տեղային մազաթափություն, կարելի է շատ հանգիստ լուծել նաեւ այս ճանապարհով։ Սա բավականին տրավմատիկ պրոցեդուրա է թվում, այդպես է։ Դե ամեն դեպքում սա վիրահատություն է, բայց այնպես չէ, պացիենտը այդ օր ամբողջ օրը իհարկե լինում է մեր կլինիկայում, մեր հսկողությամբ է լինում, այնտեղ իրեն տրվում են բնականաբար ընդմիջումներ, որպեսզի հանգստանա, բայց իր ոտքով գնում է տուն եւ ուղղակի իրեն տրվում են որոշակի ցուցումներ, որ տանը պետք է կատարի։ Իսկ ինչպես է անցնում 1 օրը իմպլանտումում։ Նախորդ դա իր հետ քննարկվում է, ընդմիջման ժամեր է ունենում, որտեղ նաեւ հաշվի են առնում, թե ինչ նախասիրություններ ունի թեկուս ուտելիքի հետ կապված, մենք արդեն նախորդ իր համար պատվիրում ենք եւ այդ ընդմիջման ժամերին հանգստանում է, սնվում է, այնուհետեւ նորից շարունակում է պրոցեդուրան։ Կան բուժառուներ, որ ուզում են 1 օրով վերջանա այդ ամբողջը եւ իրենք դիմանում են, բայց լինում են իհարկե բուժառուներ, որ այդքան երկար չեն կարողանում պարկել եւ դա իրականացվում է 2 օրով։ Ըստ էության բժիշկը իմպլանտում հրավիրված մասնագետ է։ Ինչ սկզբունքով եք ընտրել մասնագետին, որը կիրականացնի մազերի փոխպատվաստումը ձեզ մոտ։ Այո, նա մեր թիմին միացել է ավելի ուշ, բավական երկար ուսումնասիրել ենք ոլորտը եւ մեր սկզբունքին անդավաճան ենք, այսինքն մեզ համար կարեւոր է մասնագետի լավ լինելը, կրթված լինելը եւ փորձառու լինելը եւ մեր բժիշկը ուզում եմ հավաստիացնեմ, որ բավականին մանրակրկիտ եւ բծախնդիր վիրաբույժ է, ինչն էլ շատ կարեւոր է իր աշխատանքում։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Ֆիլմի ստեղծման ընթացքը քեզ համար եւ շատ լարված էր, եւ շատ բարդ էր հենց ստեղծագործական առումով, եւ հոգեբանորեն դժվար տրվեց, որովհետեւ ֆիլմի նկարահանումների ավարտին մոտ կորցրեցիր հայրիկիդ։ Ինչպես այս բոլոր էմոցիաների մեջ միևնույն է կարողացար կանգնած մնալ։ Իրականում չեմ կարողացել կանգնած մնալ, ուղղակի ցույց չեմ տվել, որովհետեւ նես չէր էլի սպասում էինք պապայի հետ կապված։ Ես ոնց որ եկել էի գործով ջերմուկ, նկարանները գնում էր, մոտ 1 շաբաթ էր մնացել, եկել էի ջերմուկ մի հատ գործով ու պետքա ետ վերադառնայի ու հենց ճանապարհին դրան նախորդ գիշեր զանգել էր papan, այլ թեմայով նորմալ խոսել էինք էլի։ Ու տենց ուղակի ճանապարհին զանգեցին, ասացին, չգիտեմ ինչ եղավ, դες
փլվեց էլի աշխարհը։ Ես կանգնացրեցի մեքենան ու իջել ասֆալտի վրա լացում էի։ Ու չկացի վարել, քերիս եկավ ջերմուկից, սկսեց վարել։ Ու այդ օրվանից չեմ գնացել նկարման հրապարակ, չգիտեմ ոնց են արել, ինչ են արել, ուղղակի գիտեմ, որ ավարտվեց ինչ-որ պահից նկարանումները, բայց այդ անսպասելիության ավելի շատ նույնիսկ ոչ թե այն փաստներ, որ ապան չկա, այլ որ անսպասելի եղավ, այսինքն երբ որ դու գիտես ինքը ինչ-որ խնդիր ունի, սպասում ես եւ այլն, դա մի քիչ այլ տրամադրում է հոգեբանորեն, բայց որ ուղղակի զանգում են ու ասում, այն էլ որ մի քանի ժամ առաջ ես խոսել, չգիտեմ, ահավոր էր։ Հետո ես հասկացա, որ ի վիճակի չեմ իրան տեսնել տենց ու ես չմտա ներս։ Ամբողջ թաղմանարարության ժամանակ ես գարաժում նստած եմ եղել, մեր տունը 2 հարկանի էր, գարաժում էի ես ներքևում։ Ու շատերը եկան ասեցին պետք է հրաժեշտ տալ, բան, մենակ տատին եկավ ասեց, թե չես ուզում, իրան նենց հիշի, ոնց հիշել ես։ Ու չկարողացա ես ոչ մի ձև, որտեվ գիտեի, որ այդ պատկերը տեսնեի, շինեմ ինչ կներ։ Իմ համար հիմա գոյություն չունի այդ պատկերը, որ ինքը տենց պարկած է։ Ու չմտա ներս, տենց վերջին անգամ ստացվեց, որ պապայից տեսել եմ մի 2 ամիս առաջ այդ դեպքերից Հրազդանում։ Տենց դրանից հետո, որ ասում ես ոտքի մնալու մասով ագին առողջական խնդիրներ ունեցա, ծանր սթրեսից բուժում էի ստանում, պարկած էի տանը անընդհատ ու ոտքս էր սկսել ձգվել, մինչև այս պահը դեղ եմ խմում, այսօր բայց վերջի օրն է, դեղից վերջի կտորն եմ խմել, արդեն օգնում եմ որոշակի։ Հետո գլխապտույտներ կային, թուլություն կար անընդհատ, տեսողության շատ ու կտրուկ վատացում եղավ, գնացի մի քանի ստուգումների, այդպես տենց ոտքի վրա մնալ չի ստացվել էլի, ես մոտ 1 ամիս կոնկրետ բուժումների մեջ էի, ու տենց։ Եթե դեմ չես կպատմես, ինչ տեղի ունեցավ այդպես անսպասելի։ Ոնց հասկացա, ինսուլտ էր եղել, իրեն բժիշկները ասել էին, որ ծխել է եւ սուրճը դադարեցնի, բայց պապաս ոնց կարծում եմ այդ ժամանակաշրջանի մարդիկ են, իրենք մի քիչ լուրջ են վերաբերում, ամեն դեպքում ինչ-որ թաքուն բոլորից, որ իրա վրա չճղային անանք, ծխում էր էլի, կարծեմ սուրճ էր շատ խմում, ինչ եմ ասում կարծեմ, որտեվ թե ծնողներս ամուսնալուծված են, ես պապայի հետ չեմ ապրել ու իրեն առիթից առիթ եմ տեսել, ասենց ասած, չգիտեմ էլի առօրյայում հիմնականում ոնց է, բայց ես տեսնում եմ, որ շատ էր ծխում ու այս ամեն ինչն է ազդել, ինքը սրտի որոշակի խնդիրներ, բայց ասել էին, եթե դրանք դադարեցնես, լավ կլինի։ Կարծում եմ, այս ամեն ինչն է պատճառ դարձել, որ հանգի դրան, որտեղ ինքը որ մահացել է իր աշխատավայրում, այդտեղ անվտանգության տեսախցիկներ էլ կան ու վիդեո էլ կա, որ այդ պահը, բայց ես էլի հրաժարվել եմ նայել այդ վիդեոն։ Չգիտեմ, պապաս շատ համեստ մարդ էր էլի, տենց չգիտեմ, ես ամենաշատը ուզում եմ, որ ինքը նայեր այդ ֆիլմը, ամենաշատը, ու երբ որ մեր պրոդյուսերները Ռավիրա Տոմսերն էին տեղավորում, ասացի դիմացի շարքի մի հատ աթոռ անպայման ազատ կթողնեք, իրենք լրացրել էին, ասացի հանեք, այդ մեկը թող ազատ մնա։ Տենց, չգիտեմ, պապաս շատ լավ մարդ էր ու շատ բարի էր, շատ համեստ էր, շատ ինքը մեքենաներ էր սարքում, ավտոմեխանիկ էր ու շատ հաճախ մարդկանցից գումար չէր վերցնում կամ օրինակ եթե գային ասեին կլինի ուշ տանք երկար չէր ասի երբ բան, ասում էր օքեյ, լավ, ու տենց։ Ու ամենակարևորը որ ամենադաժանը երևի ես ֆիլմի նկարահանումների ընթացքում անընդհատ մտածում եմ որ հեսա վերջացավ նկարահանումները ու լավ գնաց ամեն ինչ, ես պապայիս մեքենա եմ նվիրելու։ Բայց չստացվեց, որովհետև միշտ ինքն է ինձ ինչ-որ բաներ նվիրել։ Շատ եմ այդ պահը տեսնեի, որ ես մեքենա իրան նվիրեմ, ինչ կզգա ինքը որովհետև շատ է սիրում մեքենա, շատ է սիրում։
տենց չստացվեց ամեն դեպքում։ Մենք տարիներ առաջ զրույց ունեցել ենք էլի ու այն ժամանակ էլ մեր հանդիպման ընթացքում դու խոսում էիր հայրիկի հետ հարաբերությունների, մայրիկի հետ հարաբերությունների մասին։ Ես մեր այս հանդիպումից հետո վերանայում էի նախորդ զրույցը, որպեսզի եւ կրկնություններ չլինեն եւ ճիշտ լինեն այս անգամվա հարցադրումները ու մի կտոր արդեն ուրիշ աչքով նայեցի հիմա, երբ դու պատմում էիր, որ պապայի հետ հարաբերություններում որոշակի կարոտ կա, անդադար կարոտ, որովհետև ծնողների հետ ամուսնալուծությունից հետո տարբեր քաղաքներում էիք ապրում ու թեպետ դու երբեք քեզ լքված չես զգացել հայրիկի կողմից, ինչը շատ կարևոր է առավել եւս ամուսնալուծված ընտանիքներում, ամեն դեպքում ինչ որ մի անվերջանալի կարոտ կար հայրիկի հանդեպ։ Կան նաև կիսատ մնացած խոսակցություններ, չասված մտքեր, որոնք կուզեիր ամեն դեպքում պապան իմանալ։ Հա, կար, բայց իրականում նենցա որ ինքը եթե ողջ լիներ, չգիտեմ, ի վերջո կիմանար թե չէ, որովհետև ոչ միայն պապայի, նաև մամայի հետ էլ ամեն դեպքում չգիտեմ ինչի է տենց ստացվել, միգուցե փոքր ժամանակ իրենց էմոցիոնալ դաստիարակությունը թերի է եղել, բայց ոչ թե սա իրանց մեղադրելով եմ ասում, այլ չեն հասկացել, որ միգուցե էմոցիոնալ կապ է պետք ստեղծել։ Ու ես ոնց որ երբեք չի եղել օրինակ պապան նստած լինի գնամ ուղակի գրկեմ կամ պապ ջան ասեմ չի ստացվել այս ուզել եմ բայց չի ստացվել նույնիսկ մամային այդ ամեն ինչը կուզեի ինչ որ ձև լիներ դե այդ որ ուզում է իրան մեքենա նվիրել այդ եւ ամենամեծ սպասումն էր կուզեի ֆիլմից հետո խոսայի իր հետ, որովհետև ես առաջին անգամ ֆիլմեր իր հետ եմ նայել, երբ որ հենց ծնողներս ամուսնալուծված չէին, ես 4-5 տարեկան եմ, ես լրիվ հիշում եմ այդ ամենը, որ մենք մի պահ Ռուսաստանում էինք ապրում ու իրար հետ անպայման ֆիլմ էինք նայում։ Ու ես հիշում եմ ոնց էի անդադ գլուխս թեքում տենամ, հո պապան չի քնել, որովհետև ուզում էի մինչև վերջի մետ նայեր ու նեղում էի, որ շուտ քնած էր լինում։ Բայց ինքը շատ համեստ մարդ էր ու չէր արտահայտվում։ Օրինակ, երբ որ հանդիպում էինք, չէր ասի, օրինակ, ապրես տեսա, այս ինչ արեցի, շատս բան, բայց իր դեմքից դա ես զգում էի, որ ինքը ինչքան հպարտ է, ինչքան լավ է զգում իրան իմ հաջողություններին։ Չգիտեմ։ Մեկ-մեկ մտածում եմ Facebook-ի էջի իրա մտնեմ, քիչ նայեմ, բայց դեռևս չի ստացվել։ Հիմա ամեն դեպքում վերանայել ես օրինակ թեկուզ նույն մայրիկի հետ հարաբերությունները։ Հա, կարծում եմ ավելի այս պահին կապը մեծ է մեր։ Չեմ ասի նենց ոնց սովորաբար լինում է, բայց մեծ է ավելի։ Իսկ դու ինչպես էիր պատկերացնում հարաբերությունները մայրիկի հետ, հայրիկի հետ։ Այ քո գլխում ինչպիսին են այդ հարաբերությունները, որը կուզեիր քո իրականությունը լիներ։ Դե երբ որ օրինակ ընկերներ ունեմ, որոնք չունեն էմոցիոնալ բացի պակաս, տեսնում եմ, ասենք, չգիտեմ, ընկեր ունեմ, կարող է գնաս այս մամայի թուշը պաչի կամ պապայի թուշը պաչի, բան, ինչ-որ հումոր անի հետը, բան։ Ավելի երևի դա բանի մասին է, էլի, ֆիզիկական կապի։ Սա է երևի, թե որ ամենաշատը պատկերացրել եմ, մեկ էլ դե որ ինչ-որ հարցերով հատկապես պապայի հետ կարողանայի կիսվել, օրինակ, չգիտեմ, աղջկան սիրահարվելու թեմայով, բան, բայց այնպես չի, որ սրանք առաջնահերթություն են եղել, էլի, առաջնահերթություն է եղել այն, որ ես տեսել եմ, թե մամաս էլ պապաս էլ ինչ դժվարությամբ են ինձ մեծացրել ու ես ուզեցել եմ անպայման հասնել այն կետին, որ իրենք այլևս ոչ մի բան չանեն։ Ու տենց պապայի պահով չստացվեց, մամայի պահով ստացվում է։ Կարծում եմ, որ թեպետ քո երազանքը անկատար մնաց, բայց ամեն դեպքում հայրիկիդ էլ կարողացար վերադարձնել այն ինչ որ ինքը ներդրել էր, որովհետև տեսնել զավակի հաջողությունները, այդ արդեն կարծում եմ յուրաքանչյուր ծնողի համար մեծ ուրախություն է, անկախ նրանից այդ մասին խոսում են, թե լռում են։ Տես դու խոսում ես ինչ որ տարական բարձ խոսակցությունների մասին, որոնք կուզեիր ունենալ ծնողներիդ հետ, սիրահարվածություն, էմոցիաներ, երբեմն մենք էլ մեծանալով փոխում ենք իրավիճակը։ Այ ինչպես ես կարողանում տանը օրինակ ֆինանսական դրությունը փոխել, ապրելակերպը փոխել, այդպես հնարավոր է փոխել նաև որոշակի շփման ձևեր եւ բերել քո կանոնները։ Ծնողներին արդեն ինչ որ առումով իրենք էլ մեր ազդեցությամբ են փոխվում։ Ինչու դու այդպես չարեցիր։
Չգիտեմ, ճիշտն ասած, ես փորձել եմ։ Դա դերևս հոգեբանական ինչ-որ բան է, որի դեմ պետքա պայքարել, ես հենց այդ հարցով եղել եմ գնացել եմ հոգեբանի, քննարկել եմ, այսինքն այնպես չի էլի, որ ինչ-որ իմ ուժերից վեր է, ուղղակի չի ստացվում, ինչ-որ կոմպլեքս է, դա ինչ է, եւի կոմպլեքս եմ ասեմ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Չի ստացվում ծնողներիդ հետ, թե նաև ընկերական միջավայրում։ Չէ, հենց դա ոչ թե ծնողներիս, այլ բարեկամներիս, ներառյալ ծնողներիս, այսինքն տատիկ, պապիկի դեպքում էլ դա չի աշխատում, բայց ընկերների դեպքում, այսինքն ովքեր իմ հետ միգուցե փոքրուց չեն մեծացել, այդ կոմպլեքսը չկա։ Իսկ ում ես փոքրուց տեսել եմ իմ շրջապատում, իրանց հետ արդեն ձևավորվել է այդ կոմպլեքսը ու այդպես մնացել, թե չէ ընկերներիս սիրով գնում գրկում եմ, եթե պետք է լինում։ Իսկ քույրիկին։ Քույրիկին էլ, քույրիկի հետ շատ լավ ենք։ Քո եւ քույրիկիդ հարաբերություններն էլ ամեն դեպքում շատ ջերմ ձևավորվեցին եւ այդ ձևավորումը եղավ նաեւ շնորհիվ եւ մայրիկիդ եւ հայրիկիդ, որովհետեւ անկախ տարբեր ընտանիքներում մեծանալուց ինչ որ սեպեր չխրվեցին հարաբերությունների մեջ։ Գիտեք, նույնիսկ քննարկումներ չի եղել այդ բաղով։ Ասենք երբեք չի եղել էլի, որ մաման ասի ինքը պապայի կողմից է քեզ քույր, ինքը քո քույրը չի կամ չի եղել ուղղակի, սենց շատ ոնց որ մենք ընդունել ենք, որ հա, սենց պետքա լիներ, որովհետև ամուսնալուծվել են, հետագայում պապան էլ է ուրիշ ընտանիք ձևավորել, մաման էլ է փորձել ուրիշ ընտանիք ձևավորել ու ոնց որ շատ հանգիստ հասկացել ենք դա եւ դրիվ նորմալ որևէ խոսակցություն չեմ հիշում այդ թեմայով։ Տարբեր քաղաքներում ապրելը այս առումով ազդում է որոշակիորեն հարաբերությունների վրա, թե չէ մեկ այդ ջերմությունը կա եւ վերջ։ Կարծում եմ որոշակի ազդում է, այսինքն նույնը չի, ինչ եթե մենք մի տան մեջ ապրեինք։ Բայց մենք շատ լավ ենք, շատ աջակից իրար ամեն օր համարյա խոսում ենք, այսինքն համացանցով։ Երբեմն տեսնում ենք, եթե կարևոր միջոցառումներ ա լինում, ինքը գալիս է։ Քանի տարեկան է քույրդ։ Նոր ընդունել համալսարան 17։ Քո թիրախային լսարանը փաստորեն նաև։ Ապարտանում է եղբորով։ Շատ։ Ատամնաշարի ուղղման նորարարական միջոցն արդեն Հայաստանում է, ու սա ինձ շատ է հետաքրքրում, քանի որ մի ամբողջ կյանք վախեցել եմ բրեկետներից, բայց այս տարբերակից օգտվելու եմ։ Հիմա եւ ինձ համար կոնսուլտացիա ենք անելու եւ ձեզ համար կարեւոր հարցերի պատասխաններ ենք ստանալու իմպլանտումի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանից։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամալիա։ Էլայներները ատամնաշարի ուղղման նորարարական մեթոդ են, որը նաեւ պակաս տրավմատիկ է։ Ինչ առավելություններ ունի ատամնաշարի ուղղման այս տարբերակը։ Էլայներները հնարավորություն են տալիս ատամնաշարը ուղղել թափանցիկ կապաների միջոցով։ Մենք խուսափում ենք բրեկետների կրումից, որը որ ինչպես գիտենք շատ դեպքերում էսթետիկ առումով անհարմարություն է պատճառում։ Նմանատիպ թափանցիկ կապաներ առաջարկում են մի շարք ընկերություններ, բայց այն առաջին անգամ առաջարկվել է ամերիկյան Invisalign ընկերության կողմից եւ լավագույն հնարավորությունը եւ պլանները եւ արդյունքը հնարավոր է ստանալ Invisalign էլայներների միջոցով, որը հիմա Հայաստանում, ինչպես նաև Մոսկվայում էքսկլյուզիվ ներկայացում են մեր կլինիկաների ցանցում։ Ինչով է պայմանավորված էքսկլյուզիվ համագործակցությունը։ Քանի որ մենք ունենք կլինիկա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իրենց հետ սկսված համագործակցությունը հետագայում մենք կարողացանք տարածել մեր ամբողջ ցանցի վրա եւ այս պահին կարողանում ենք ներկայացնել եւ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում։ Արգելքների պատճառով Invisalign-ը չի համագործակցում այնտեղի կլինիկաների հետ, բայց հաշվի առնելով, որ մենք ունենք իրենց հետ էքսկլյուզիվ պայմանավորվածություն, մեր Մոսկվայի կլինիկայում հնարավոր է տեղադրել օրիգինալ Invisalign։ Եթե ես չեմ սխալվում, էլայներները ունեն որոշակի առանձնահատկություններ եւ կան դեպքեր, երբ ամեն դեպքում ծնոտի ուղղումը, ատամնաշարի ուղղումը հնարավոր է միայն բրեկետների միջոցով։ Ինչ փուլեր է անցնում պացիենտը հասկանալու ինքը կարող է էլայներների միջոցով իրականացնել իր ատամների բուժումը, թե ոչ։ Այո, իրականում դա շատ կարևոր է, որովհետև ատամնաշարի ուղղումը թափանցիկ կապաներով հնարավոր է, բայց շատ կարևոր է, թե ինչպես է պլանավորվում այդ ուղղման process-ը։ Մի շարք ընկերություններ կան կամ դեպքեր կան, որ հենց իրենք կլինիկաներն են ուղղակի պատրաստում էլայներներ, որտեղ որ ճիշտ չի հաշվարկվում բուժման պլանը եւ որի արդյունքում որ ունենում ենք խնդիրներ։
Այ հենց այստեղ է կարևորությունը, որ օրինակ Invisalign ընկերությունը հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը եւ իրենց բարձրակարգ մասնագետները, որոնց հետ մենք որ համագործակցում ենք մինչեւ բուժման պլանի կազմումը, կարելի է ասել բարդագույն դեպքերը հնարավորություն է տալիս ուղղել հենց Invisalign-ի կապանների, էլայներների միջոցով։ Թափանցիկ կապաններով բուժումը շատ ավելի հարմարավետ է, նաև շատ ավելի թանկ է։ Էլայներներով բուժումը կարող է որոշ դեպքերում այո բրեկետներից թանկ լինել, բայց ինչ որտեղ նաև հնարավոր է դեպքեր կարող է լինել, երբ որ օրինակ փոքր կորեկցիաներ են, ընդհանուր արժեքը ավելի մատչելի լինի, քան բրեկետների դեպքում, քանի որ գինը ձևավորվում է թե քանի էլայներ կօգտագործվի այդ բուժման ընթացքում։ Այսինքն, եթե անկախ ամեն ինչից բրեկետի տեղադրման արժեքը ինքը նույնն է, այս դեպքում կախված դեպքից հնարավոր է, որ արժեքը լինի ավելի ցածր։ Պացիենտը ի սկզբանե իմանում է իրեն քանի էլայները պետք թե դա այսպես անակնկալ է բուժման ընթացքում։ Իհարկե, պարտադիր իմանում է, առաջին այցի ժամանակ մենք իրականացնում ենք սկանավորում, նշված սկանավորված ծնոտը եւ ռենտգենները, պացիենտի նկարները ուղարկվում են Invisalign ընկերություն, որտեղ որ տվյալ դեպքի համար ստեղծվում է բուժման պլան եւ ուղարկում են մեզ բուժման պլանը, որը որ մենք պրեզենտացիա ենք անում, ինքը տեսնում է իր աչքով, թե ինչ արդյունք է լինելու բուժման վերջում, այսինքն հատուկ ծրագրի միջոցով մենք կարողանում ենք ցույց տանք ատամների ուղղման process-ը, ցույց է տրվում, թե քանի կապա պետք է էլայներ պետք է օգտագործվի արդյունքը ստանալու համար եւ այդ պահին արդեն կարողանում ենք նաեւ բուժման արժեք հասել։ Իսկ հնարավոր է վերջնարդյունքը տարբերվի այն արդյունքից, որը իրեն ի սկզբանե ցույց էիք տվել։ Վերջնարդյունքը չի կարող տարբերվի այն արդյունքից, որ մենք նախապես պրեզենտացիա ենք արել պացիենտի համար, բայց իհարկե շատ մեծ նշանակություն ունի նաև պացիենտի ճիշտ համագործակցությունը, որտեղ էլայներները աշխատում են այն ժամանակ, երբ որ պացիենտը կրում է։ Եթե պացիենտը ճիշտ չի հետևում կրելու ժամանակացույցին, չի դնում էլայներները, արդյունքը կարող է երկարել կամ արդյունքը կարող է ընդհանրապես չլինել։ Առնվազն 20-ից 22 ժամ պետք է կրի, բայց հեշտ հնարավոր է հանել, այսինքն եթե օրինակի համար ինչ որ 10-15 րոպե իրեն պետք է հանդիպում, խոսել կամ հաց ուտել, դրա այդ ժամանակահատվածում շատ հեշտությամբ հնարավոր է հանել ու տեղադրել։ Խոսքի վրա ազդում է էլայները։ Էլայները ընդհանուր առմամբ խոսքի վրա չի ազդում, բայց սկզբի ժամանակ, երբ որ տեղադրում ենք, հնարավոր է մի քանի օր դիսկոմֆորտ լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ սիրելի մարդիկ նաև իմ օրինակով կարող եք հետևել, թե ինչ արդյունք է տալիս Invisalign-ը։ Հենց հիմա ես ատամների բուժման process եմ անցնում, որից հետո արդեն կկրեմ թափանցիկ կապանները եւ հուսով եմ, որ կհարմարվեմ։ Իսկ իմպլանտումի եւ Դավիթ Մաթևոսյանի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Չգիտեմ, այդ կարծրատիպային մոտեցումը մեր երկրում է ավելի շատ ձևավորված, թե ամբողջ աշխարհում կա, եւ թե ամեն դեպքում էլի կան երկրներ, որտեղ շատ ավելի բևեռացված է մտածողությունը, բայց երեխաները հաճախ շատ ավելի հանգիստ ընդունում են հայրիկի նորընտանիք կազմելու փորձը, քան մայրիկի նորընտանիք կազմելու փորձը։ Քեզ դա ինչպես տրվեց, առավել եւս որ դու նաեւ մայրիկի հետ ապրում ես ու մայրիկի կյանքի յուրաքանչյուր փոփոխություն ուղիղ ազդեցություն ունի քեզ վրա։ Տեսեք, երբ որ իրենք ամուսնալուծվեցին, հետո արդեն մաման ու պապան ընտանիք կազմեցին, ես շատ փոքր էի, դեռ 10 տարեկան տենց, ու շատ բաներ չեմ էլ հիշում էմոցիոնալ դաշտում, բայց ես մենակ հիշում եմ, որ եւ պապան էր ֆինանսապես դժվար վիճակում եւ մաման, եւ ես հասկանում մաման նաեւ այդ քայլին գնացիլա, որ կարողանա այսպես պահել ինձ, մենակով մի քիչ դժվար էր։ Ինձ կոմֆորտի առումով շատ կոմֆորտ չէր, այսինքն մամանա ես, մի հատ ուրիշ ծիածիա, ով նույնպես տղա ուներ։ Մենք իրար հետ այդպես մեծացել ենք, բայց այդ մարդու կողմից իմ այդ մարդու վերաբերմունքի իմ հանդեպ շատ դրական էր, շատ լավ էր, բայց դիսկոմֆորտ կար էլի, դե ոնց որ անծանոթ մարդու հետ ապրեի։ Այդպես մեծացանք, հետո երբ որ արդեն ես հասուն էի, հասկացա, որ ես կարող եմ մեր հոգսերը հոգալ, այսպես ասած։ Ես ու մաման արդեն տեղափոխվեցինք Երևան ու ինչա որս իրար հետ ենք ապրում, մինչև տեսնեմ, երբ կգա
օրը երբ որ ես պետք է ամուսնանամ, որ անընդհատ ինքան են ինձ ասում, որ մերոնք մտածում որ անընդհատ ասեն ամուսնացի, դա շուտ է լինելու, բայց հակառակ էֆեկտն է տալիս։ Դա անընդհատ ուշանում է, այդպես։ Բայց եւ պապայի ընտանիքում, հա, էլի շատ կոմֆորտ ա եղել ինձ, պապայի կնոջ կողմից իմ հանդեպ վերաբերմունքը շատ լավ ա եղել, բայց բանի էլի այդ անհարմարությունը որոշակիորեն զգացվել է, բայց որովհետեւ չի խանգարել մեր շփումներին եւ մեր հարաբերություններին։ Ստացվում է, որ տանը ամեն դեպքում կար խորթ ներկայություն։ Այո։ Ու դու այս հարաբերությունների մասին խոսելով ոչ թե խոսում ես ընտանեկան հարաբերությունների մասին, այլ որոշակի նաև աջակցության մասին, օգնության մասին, որից հենց դու կարողացար արդեն անկախացար։ Այսինքն ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ավելի քիչ խոսում ես հենց ընտանեկան հարաբերությունների մասին։ Քեզ մոտ ինչ որ առումով չստացվեց ընտանեկան հարաբերություններ ձևավորել այդտեղ։ Չէ, չստացվեց, որովհետև եթե շատ ուղիղ ասեմ, տպավորություն էր, թե մաման էլ ու այդ մարդն էլ իրենց երեխաներին պահելու համար էին գնացել այդ քայլին, մեկ էլ որ, չգիտեմ, մի քիչ լավ էին իրար հետ։ Այսինքն, որ ասեմ դա տենց շատ սիրո վրա ձևավորված մի նոր ընտանիք էր, այդպես չէր։ Ինքը ուներ տղա, իր կինը շատ շուտ էր մահացել, ուներ միակ տղային, մամայի դեպքում էլ բաժանված էր, ես էի։ Եվ իրենք ինչ որ ձև հանդիպել էին եւ այդպես ջերմունքից էինք էլի մենք բոլորս։ Ու հասկացել են, որ մաման կօգնի երկուսից պահել եւ ինքը կօգնի երկուսից պահելու, այդպես մեծացանք։ Մի տան մեջ մեծանալով եղբայրություն ձևավորվեց, թե չէ։ Շատ տարբեր էինք, շատ։ Երևի թե չէ։ Չգիտեմ, լավ ենք իրար հետ եղել երբեմն կռվել ենք։ Հիմա եթե դրսում պատական տեսնում ենք, բարևում ենք, ոնց էս եւ այլն, իհարկե ուշուշ է լինում դա պատական տեսնենք, բայց ասեմ կապ կա, որ զանգեմ բան կամ ինքը չէ, տենց առիթից առիթ միգուցե, բայց եղբայրական հարաբերություն չստեղծվեց։ Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ կար ջերմության պակասություն, կար տեսակների տարբերություն, որոնք առանձին կարող է յուրաքանչյուրը շատ լավ մարդ են, բայց կարող են շատ լավ մարդիկ հավաքվել մի տան մեջ եւ ուղղակի ուզեն իրար սպանել։ Այդ ամեն ինչը պատանի Ռուբենի հոգեվիճակի վրա ինչպես է անդրադառնում։ Շատ ծանր իրականում։ Կոնկրետ ուզում եմ ինչ-որ ձև ներկայացնեմ, բայց չի ստացվում, բայց շատ դիսկոմֆորտ էր, շատ ու նաև զարգացման փուլում էր տարբերությունում էր մեծ, այսինքն ես շատ լավ էի սովորում, այսինքն չեմ ուզում ինքնագովասան քնչի, ես ասորտ նվիրված էի դասերիս։ Ինքը լրիվ հակառակը, ու այդ լրիվ հակառակի արդյունքում ինքը ոնց որ խանգարում էր երբեմն իմ դասապրոցեսին կամ ամենին, որ ես պետքա ինչ-որ նպատակի հետևից գնամ, ուստեղ էր դիսկոմֆորտ առաջանում, այսինքն ես երբևէ իմ կյանքում ունեցել եմ իմ առանձին սենյակը 3 տարի առաջ, այսինքն 26 տարեկանում, 25-26, որովհետև միշտ եղել եմ սկզբում տատիկենց ես տան եմ ապրել, հետո արդեն այդ ընտանիքում, որտեղ մեր սենյակը իր հետ ընդհանուր էր եւ միացված հյուրասենյակին, հետո երբ որ մամայի հետ եկանք 7 տարի վարձով ենք ապրել այդտեղ, ինչպես չի հյուրասենյակում եմ քնել, վերջերս արդեն երբ որ տունը ձեռք բերեցինք, ես ունեցա իմ առանձին սենյակը։ Այսինքն այդ ժամանակ ես նույնիսկ առանձնանալու տեղ չեմ ունեցել, ու հիշում եմ երբեմն որ բաղնիքում էի գնում դաս սովորում, վաննայի վրա նստած, որովհետեւ ինձ խանգարում էին։ Ես դիսկոմֆորտ ու ես չէի կարող ասեի կլինի չխանգարես, ինքը օրինակ ասեր հա իհարկե սենց չէր էլի մեր հարաբերությունները։ Դու նաև բուլինգի էիր ենթարկվում իր եղբորս կողմից, չէ, ասի չէ, դա ավելի մանկական ինչ-որ տես բան էր։ Ես բուլինգի ավելի շատ ենթարկվել եմ դպրոցում, երբ որ դա շատ տարածված երևույթ է եւ էլի դպրոցներում հանդիպելուց ես ասում եմ, որ դպրոցներում հիմնականում փոքր տարիքում կամ միջին դասարաններում լավ սովորող տղաներին չեն սիրում վատ սովորող տղաները։ Դա իհարկե հասկանում եմ ինչից է գալիս, երբ որ ուշադրությունը հատկապես ուսուցիչների կամ երբեմն լավ սովորող աղջիկների ուշադրությունը գալիս է լավ սովորող տղայի նկատմամբ, վրա ասես բոլոր, այնտեղ իրականում առաջանում է բաց եւ դա հանգեցնում է ագրեսիայի։ Բայց ես այդ տարիքում դա չէի հասկանում բնականաբար ու շատ նեղվում էի, բայց
Այդ ամենը հիմա արդյունքը տվեց, կարծում եմ այդ ամենը մեծ դեր ունի, որ հիմա որոշակի հաջողություններ ունեմ։ Իրականում այդ դպրոցական տարիները ճիշտ օգտագործելը երևի թե ամենակարևոր խելացի դրսևորումն է, որովհետև հետո մենք այդ ժամանակը չենք ունենում այդքան ներդնելու մեր կրթության մեջ, որքան որ հենց այդ տարիներին, որոնք ուղղակի ափսոս են։ Բայց որպես կանոն, հենց այն տղաները, որոնք ավելի վատ են սովորում, հաճախ լինում են ավելի ագրեսիվ, հաճախ իրենց ժամանակը այլ բաներով են, լցնում, ինչ որ մի բանով պետք է լցնել ժամանակը, մեկը լցնում է գիրք կարդալով, մյուսը լցնում է կռիվ անելով եւ դա արդեն ձևավորում է որոշակի մշակույթ, դրա համար այդ հարցը ինձ մոտ առաջացավ։ Դա սովորելու համար գնում էիր բաղնիկ, բայց առհասարակ էմոցիոնալ առանձնանալու, ինքդ քեզնով վերականգնվելու համար ուր էիր փախչում։ Ջերմուկում որոշ տեղեր ունեի տենց սիրելի դրսում։ Մի հատ տեղ կար, փոս էինք աննդրել, դա փոսոտ մի քիչ տեղեր։ Այդ փոսն էի շատ գնում նստում դեռ քարին։ Ես շատ եմ սիրում մենակով քայլել, նստել դրսում, մինչև օրս դա մոտ կա։ Այդպես գնում էի առանձնանում, բայց ինչը արդեն վերաբերում էր դասերին, բան, դա ինձ համար կոմֆորտ արդեն հնարավոր չէր դրսում անել։ Այսինքն գնում էի միայն, մեկ էլ իմ ամենասիրելի տեղը դա եղել է պապիկիս գարաժը, եւ պապիկը իմ համար եղել է այսինքն մամայիս papan, papaիս papaին չեմ տեսել, Արցախյան պատերազմમાં զոհվել։ Մամայիս papan եղել է, չգիտեմ ով իմ համար, երևի ես մեկ-մեկ մի քիչ քաշվում եմ ասելուց, բայց ես իրան կարող է ծնողներիցս շատ եմ սիրել։ Ինքը ֆենոմենալ մարդ էր ու արտակնապես ինձ շատ նման, այսինքն ես եմ իրան շատ նման, ես գիտեմ որ հաստատ հիմա ծրագրեր կա որ քեզ ծերացնում, այս ծերացնում պապիս եմ դառնում, էլի դա ու ինքը ջերմուկում շատ սիրված մարդ էր ու իմ ամենամեծ սթրեսը եղավ հենց 2 տարի առաջ երբ որ ինքը մահացավ ու 1 տարի հետո papan ոնց որ իմ ամենասիրելի 2 տղամարդիկ կյանքից իրար հետևից գնացին հա այդ պապիկի գարաժն եմ հիշում որ նեղվում է ինքը միշտ այնտեղ գործեր անում կարող է գործ չլիներ բայց միշտ ինչ որ գործ գտնում անում էր ես գնում էի այնտեղ իր հետ նստում էի ու դա ժամանակ անցկացնում այդ իմ ամենա տաքուկ անկյունն էր Դու խորհրդոր կողմից նաև որոշակի խիստ վերաբերմունքի էիր արժանանում, թե ինչ-որ առումով անտարբերության էիր մատնվում ուղղակի։ Չէ, հենց դա լավ վերաբերմունք էր։ Իմ հանդեպ լավ էր։ Ես մամայի հանդեպ էի տեսնում որոշակի երբեմն բան էմոցիոնալ կապի բացակայություն։ Այսինքն ոնց որ ես փոքր լինելով հասկանում էի, որ ինքը ուզում է իր տղան ստացվի որ լավ մեծանա, մաման է ուզում է ես, ոնց կարելի ասել գործարք էր։ Երկու երեխաներին ապահովելու հնարավորինս լավ, ես այդ ամենը հասկանալով, տենց արդեն դիսկոմֆորտ էի զգում։ Բայց որ ասեմ, չեմ հիշում որ օրինակ որ ինքը իմ հանդեպ վատ է եղել։ Առանձնանալու որոշումը, քո որոշումն էր, որը պիտի հայտնեիր մայրիկին ուղակի, թե պետք էր նաև մայրիկին համոզել, որ մենք հիմա տեղափոխվում ենք Երևան։ Դա առաջներթին մայրիկի որոշումն ա եղել։ Ես բանակում էի, մամայի հետ խոսեցի, ասեց ոնց որ այլ որևէ նպատակ չեմ տեսնում մնալու ջերմուկում, ոնց որ իրանք էլ ավելի արդեն հերված էին, դա եւ նրանց էր եկել, որ ես բանակ էի ու մաման մենակ էր մնացել այդ ընտանիքում, հասկացել էր երբ թե որ էմոցիոնալ կապ այլևս չկա։ Ասեց ես ուզում եմ տեղափոխվել Երևան, բանակից կվերադառնաս, իրար հետ կշարունակենք, ասեցի հա, ոնց ուզում ես, խնդիր չկա։ Երբ արդեն եկաք Երևան, դու բանակից նոր էիր վերադարձել ու նաև քեզ վրա կար պատասխանատվություն մայրիկին ապահովելու, բայց բանակից նոր վերադառնալու շրջանը քեզ համար ամենահեշտերից չէր, որովհետև սրանից 10 տարի առաջ 2016 թվականին տեղի ունեցավ ապրիլյան քարորյա պատերազմը, որի ժամանակ դու ծառայում էիր Մատաղեսում, այնտեղ եւ որոշակի վիրավորում էիր ստացել եւ վիրավորումից բացի սթրեսների արդյունքում դու առողջական խնդիրներ ունեիր։ Ինչպես հիմա պատմեցիր, որ հայրիկի կորուստը քեզ վրա անդրադարձավ նաև առողջական խնդիրներով, ճիշտ այդպես պատերազմը ուղիղ անդրադարձավ քո առողջական վիճակի վրա։ Երբ դու վերադարձել ես, դեռ առողջական որոշակի խնդիրներ պիտի լուծես, ինչպես այդ շրջանը տրվեց քեզ։ Դե հա, բանակից հետո երբ որ բուժումներ էի ստանում, էլի բան ընթացքում, երբ որ հիվանդանոցում պարկած էի, այնտեղ որոշակի տենց դեղորայք էի ստանում, որը եւ էլի ասենք մարմնական ցավերի եւ ձգվածությունների համար եւ այլն, բայց կարծում եմ դրանք նաեւ էլի պատճառ էին դառնում նրա, որ մի քիչ շատ ավելի դժվարությամբ հետ գամ այն վիճակին, որը միջ այդտեղ էլա եւ կարծում եմ նույնիսկ այդ դեղերները չլիներ, այնտեղ այնց բաներ էի տեսել, որ
երբեք չեմ տեսել ես նման բաներ։ Ու օրինակ երբ որ ես հասկանում եմ, որ էմոցիոնալ ավելի շատ եմ արձագանքել, քան օրինակ իմ զինակից ընկերները, ես նաև նույնպես հասկանում եմ, որ դա նորից գալիս է իմ մանկության ժամանակ ծնողների էմոցիոնալ այդ բանը չստեղծելու, պնդությունը իմ մեջ չստեղծելու, բայց էլի առանց մեղադրելու։ Ես միշտ գիտակցում եմ, որ իրենք հաստատ իմանային, որ դա ինձ պետք է, դա կանեին, իրենք չեն իմացել, դա է իրաց մաքսիմումը եղել։ Ու այդպես ստացվեց, ինչպես ստացվեց, բայց իհարկե սարսափելի է էլի տեսնել լսել քո ծանոթ զինակից ընկեր բան, որ գալիս են ասում են ինքը էլ չկա, բան նման բաներ ես մենք ֆիլմերում էի տեսել, դա ինձ համար շոկ էր։ Հետո արդեն այդ վերջի մենք մի պահ մտել էինք փոսի մեջ, այդտեղ շեյլ կարծեմ այդպես էր կոչվում, դրա մեջ էինք վաշտով ու ինչ որ sense գրադերի անձրև սկսվեց ու դրանցից մեկից հետո ես դες լավ չեմ հիշում այլևս երևի այդ գմփոցից եւ այլն ինչ ա եղել չեմ հիշում դες լավ մեկ էլ հիշում եմ որ ես արդեն գնում էի բուշկետ տանում էին ինձ բուշկետ ու հետաքրքիր չէ ստարան բուշկետ երկու օր պարկեցի հետ բերեցին հետո իմ հրամանատարներից մեկը տեսավ ինձ ասեց բայց ինքը հələ լավ չի զգում իրանց sense ինչ որ եւ որտեվ ես այս վիճակներում էի sense չգիտեմ ինչ էր այդ ձայնից էր եղել ուժեղ թե այդ գմփոցից էր եղել եւ այլն ու նորից տարան արդեն վերջնական կոնկրետ բուժման հա ինձ տարել էին Մարտակերտի այդ ժամանակ բուժկետ որը այդքան էլ բան չէր ապահովված չէր ամեն ինչով հետո հասկացա որ պետքա տանեն Ստեփանակերտ ու այնտեղ արդեն ավելի երկար պարկեցի այնտեղ շատ ավելի մեծ բուժում նշանակեցին ու նույնիսկ հետո արդեն հասկացա որ պետք է ինձ տեղափոխել Երևանի հիվանդանոց մուրացան հետո մուրացանից Կազան այդպես սաղ տեղերով պատտվել եմ մի հատ էլ Արանքում ուրիշ բայց ամեն չեմ հիշում այդպես այդ ամեն ինչ ճանապարհը անցնելուց հետո հա շատ դժվար էր վերադառնալ նորմալ կյանքին ես եկա արդեն համալսարանական կրթությունը որ ստանում էի ընդունվել էի Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը մինչև բանա գնալը մի սեմեստր սովորեցի գնացի շատ դժվար վերադարձա այդ process-ին ու ինչ որ պայից հասկացա ես մաթեմ շատ եմ սիրում իմ ամենասիրելի եւ ընդհանրապես ես ցանկացած դպրոցում ասում եմ իմացեք որ չկա ավելի կարևոր առարկա քան մաթեմատիկան նույնիսկ եթե դուք ուզում եք դառնալ բանասեր մաթեմատիկան դա ուղեղը զարգացնելու կարևորագույն բանն է հիմքն է բայց երբ որ ընդունվեցի ֆակուլտետ որտեղ ծրագրավորողներ են պատրաստում երբ որ եկավ կոդ գրելու պահը ես հասկացա որ կոդ գրել չեմ սիրում հա օքեյ մաթեմատիկա սիրում եմ բայց կոդ գրելը իմը չի ու հասկացա որ չէ ես ամեն դեպքում ուզում եմ ստեղծագործել այդպես հայտնվեցի նախ Արմենիա հեռուստաընկերությունում որպես սցենարիստ հետո Հովհաննես Դավթյանի մոտ էի սցենարիստ երկար ժամանակ հետո արդեն սկսեցի ես ինքս ինձ համար կոնտենտ գիրք ֆիլմ ու կամաց կայացա ես հիշում եմ որ բանակից հետո եկել եմ շատ երկար ժամանակ իմ առաջին ամիսների աշխատանքը եղել է 50,000 դրամ որը չգիտեմ ոչ մի բան էր էլի մաման էր աշխատում մաման էր մեզ պահում երկար ժամանակ մինչև մի կերպ ստացվեց կայացա Իսկ այդ զգացողությունը երբ արդեն անցում ես կատարում մաման ձեզ պահելուց դու ընտանիքդ պահելուն եւ նույնիսկ կարողանում ես շռայլություն թույլ տալ մայրիկին ասելու կարող ես չաշխատել Դա եւ ամենամեծ ձեռքբերումն է ու ամենամեծ ցավը որ միշտ գալիս է մյուս պատկերը որ բայց papayin չհասցրի սենց անը ինքը համ շատ ուրախալի փաստ է իմ համար դառնում համ շատ ցավոտ միաժամանակ Ամեն դեպքում հայրիկին չհասցրեցիր ինչ որ բաներ տալ, որոնք քեզ կփարատեն։ Դե որոշակի ֆինանսական աջակցություն, երբ որ ցերս լինում էր, այսպես օգնել եմ, բայց դա ինքան ոչինչ է էլի այն ամենի հանդեպ, ինչ papan արժանի էր։ Քո մանկության տարիներին հայրիկի դերը քո կյանքում ինչպես էր երևում, որովհետև դուք ամեն դեպքում բավականին հեռու էիք իրարից ապրում, դու ջերմուկում էիր, նա հրազդանում էր, չէ՞։ Այդ վաղ Եղեգնաձորում էր, հետո արդեն հրազդանում։ Հայրիկի մասին խոսելիս նկատելի է, որ ինքը քո կյանքից բացակա չի եղել։ Այսինքն գուցե տեսակն է քո մեջ շատ տպավորվել, որ մի քանի ամիսը մեկ հանդիպելով նույնիսկ հասկանում ես, որ միևնույն է այդ ջերմությունը շատ իրենից ստանում ես միգուցե այդ մեկ անգամյա հանդիպումների ընթացքում այնպիսի խոսակցություններ ու այնպիսի կապ եք ունեցել որ դա անփոխարինելի է եղել ես ուզում եմ հասկանալ ինչպես էր իր ներկայությունը զգացվում քո կյանքում այդ տարիներին Դե մաման papan ամուսնացվել են, բայց ոչ թե իրար ատելով։ Իրենք միշտ իմ հետ կապված առիթներին իրար հետ հավաքվել են, եղել է իրար հետ եկել են Զորամաս, տեսակցության բանակի իմ քեֆը մենք միասին ենք արել, շատ սիրով, պապիկս, այսինքն
պապայիս աները, այսպես ասած, իրեն միշտ սիրել ան նույնիսկ ամուսնալուծությունից հետո կանչել է իր տուն, երբեմն նստել են իրար հետ, այսինքն շատ լավ ա եղել մեր հարաբերությունը, ուղղակի առանձին են ապրել, դա է տարբերություն ա եղել, ու papan տենց կարևոր միջոցառումներին գալիս էր, ես էի գնում զանգերով հիմնական, որովհետև մի շրջան էլ կար, ինքը երկար ժամանակ արտերկ Ռուսաստանում էր աշխատում, այսինքն մի երկար շրջան մենք զանգով ենք շփվել, եղավ մի պահ ինքը ինձ ու տատիկիս, այսինքն արդեն իր մամային կանչեց իր մոտ, գնացի մոտ 1 ամիս մնացինք, էլի շատ հաճելի էր, շատ, այսինքն հենց հնարավորություն ա եղել, որ մենք միասին լինենք, դա եղել է։ Papan, քանի որ գեր անկեղծ մարդ էր, այսինքն նորից ասում ինքը բան չէր ասում, ես հասկանում էի ու գիտեի որ ինքը շատ լավ մարդ է, ես միշտ papai լավ լինելուց խոսալուց լցվում եմ։ Ես գիտեի որ ինքը այսինքն ինքս էս պուճուր բան կարող է անել իմ համար, ես դա գիտեի որ դա իր մաքսիմումն է, այսինքն ոչ թե նյութական է նայում ինքը, ասենք ինձ համար թանկ բան առավ թե չէ, բայց ինքը ամենապուճուր բանը ես տեսնում եմ ինչ նվիրվածությամբ անում եւ դա արդեն իմ համար շատ մեծ արժեք ուներ ու դա էր իր սիրո արտահայտման ձևը։ Ու կամ ես իմ կյանքի առաջի կոմպյուտերը, որ ես փոքր ժամանակ, ինչպես բոլոր եւի փոքր տարիքի տղաները հատկապես կոմպյուտեր, այս PlayStation-ի մասնա խոսքը դա երազանք ա եղել, իմ առաջի կոմպյուտերը ինքն ա առել եւ դա չգիտեմ ամենամեծ ինձ համար այդ տարիքի հոգատարություններից էր ինքը որ կարար papas ինձ համար ու ջերմուկում երևի մի 3 հոգի ունեին կոմպյուտեր, որից մեկը ես էի։ Ինքը ասեն գնացել մարդը Ռուսաստան աշխատել էր եւ առանց փողեր առանձնացրել որ ինձ համար գներ։ Հետո դրանից հետո ասենք երկար ժամանակ կարող է ինձ համար թանկարժեք բան չի առել, որտեվ տեսել եմ որ այդ մարդը ֆինանսական դժվարություններ ունի։ Բայց օրինակ ես մի շրջան կարատեի էի գնում եւ կարատեի մեջ կա մի հատ հարվածային, այսպես ասած, միջոց, որը կոչվում է նունչակի կամ ուչակի տարբեր ձևեր են ասում, ասենց երկու հատ փայտա արանքում շղթա Բրյուս Լին, ովքեր գիտեն իմանան ինչի մասն է խոսքը։ Ու էլի դրանք պետքա գնեին մարդիկ, որ ունենայինք մենք, բայց papan ասաց ես քոնը կսարքեմ ու գնաց փայտ գտավ, սարքեց շատ խնամքով եւ այլն, ու ասենք դա էլ իմ համար շատ մեծ հոգատարություն էր։ Կամ ես հիշում եմ, որ Մատաղիսի եկեղեցին խաչ չուներ, ես դե Մատաղիսում երբ որ արձակման թերթիկ էինք ու Վալենի ասվածը վերցնում էինք, երկու տեղ կար գնալ, դուք անապատ էր ու զորամասը։ Մի հատ կար ինտերնետ ակումբը, որը նես չի որ միշտ ազատ էր, որտեղ բոլոր զինվորները միշտ ընդեղ էին արձակման թերթիկով, եւ եկեղեցին։ Չկար ուրիշ բան ուղղակի չկար որևէ տեղ այլ գնալու։ Եվ արդյունքում եկեղեցի շատ էին գնում։ Եվ դες գնալուց անընդհատ մեր հոգևոր մասի պատասխանատուն էլ հրաշալի մի հատ տղա էր, մինչև հիմա մենք իրար հետ կապի մեջ ենք, հիմա Ռումինիայում ծառայում է հոգևորական։ Իր հետ հաճախ էին գնում ու ես նկատում եմ որ գմբեթին խաչ չկա, տենց սարքել էին հին ինքը եկեղեցի էր, բայց խաչը չկար, պես փետ էր երկու հատ դրած։ Ու ասացի, բայց կարելի է լրացնել էլի ես բացի, ինչի՞ չէ, ու զանգեցի papayin, ասեցի pap եւ papa's քերին, Ստյոպ քերին, Ստեփան քերին, ինքը շատ լավ էր երկաթ գործությունից, ասեցի կարեք իրար հետ մի հատ շատ սիրուն խաչ սարքեք, ուղարկեք տեղադրենք, կարծում եմ շատ հաճելի կլինի։ Ու ուղարկեցին շատ մեծ երկար տաքսիի մեջ դրած մի հատ մեծ երկաթից խաչ եկավ ու ես այդ խաչը բռնած ես մտնում եմ զորամաս լրիվ ուրիշ տպավորություն էլի, շատ մեծ խաչով մեկը գալիս է։ Ու պետքա դա բան էր, մարտի 28-ն էր 2016 թվականին։ Ես իմ հրամանատարի կողմից նույնիսկ բան արցակուրդի բան ստացա որպես շնորհակալություն եւ այլն։ Ու մենք պետքա հրավիրեինք Սրբազանին, ինքը օծեր խաչը եւ տեղադրեինք եկեղեցու գմբեթին, բայց 3 օր հետո սկսվեց ապրիլյան պատերազմը։ Դե ինչպես ասացի, ես դրանից հետո արդեն Երևան եմ տեղափոխվել, ել չգնացի Մատաղի ծառայության ընթացքում, բայց իմացա որ խաչը հետո տեղադրել են, հետո արդեն 1 տարի անց ծառայությունից գնացի Մատաղից ու տեսա։ Միշտ իմացել ես, որ անկախ հնարավորություններից papayi աջակցությունը միշտ ունես։ Ես իմացեմ, որ եթե ես գիտեմ որ papan սա կարա լուծի իմ համար, ինքը մաքսիմալը դա արել է։ Դու մեղադրանք ունեիր ծնողներիդ հանդեպ, որ ամուսնալուծվել են ու ամեն դեպքում դա քեզ վրա էլ է անդրադարձել հերավորությունը papayi կարոտը։ Ինչ որ պահի ունեցել եմ շատ նույնիսկ։ Բայց հետո որ մի քիչ մեծացա հասկացա էլի որ երբ որ ամեն ինչ հանգում է նրան, որ այդ մարդկանց գիտակցական զարգացումը որպես այդպեսին այդքան բարձր չի եղել, ավելի եղել է էմոցիոնալ սահմանափակ մտածողություն,
ես հասկացել եմ, որ իրենք ենթադրել են, որ դա է լավագույն լուծումը ինձ համար, կամ իրենց համար, միգուցե ոչ միայն ինձ համար։ Եվ գնացել են այդ լուծմանը, այսինքն ես եթե այս մտածողությունը ունենայի եւ իրանց հետ այդ ժամանակ խոսեի, հաստատ չէին ամուսնալուծվի։ Բայց իրենք ունեցել են այդ մտածողությունը եւ ոնց որ իրավունք չունեմ իրենց մեղադրել, որովհետեւ իրենք էլ այլ ձևով են մեծացել եւ ձևավորվել է ամեն մեկի մոտ այդ մտածողությունը։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Ժամանակակից սերունդը մտածողության առումով մի փոքր այլ մոտեցումներ ունի եւ իրականում մենք հաճախ մեր ծնողներին ինչ որ առումով նաեւ դասեր ենք տալիս, բայց հաշվի չենք առնում, որ մենք ավելի շահած սերունդ ենք այն իմաստով, որ մեզ ավելի լայն հնարավորություններ են տրվում, թեկուզ նույն էմոցիոնալ գիտակցությունը մեր զարգացնելով, որովհետև մենք այսօր այդ ինֆորմացիան ակամայից էլ ստանում ենք եւ այդ ինֆորմացիաները օգնում են, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այն ինչ որ մեզ հետաքրքիր է, ավելի շատ կարդալ, ավելի շատ ինֆորմացիա ստանալ, կամ եթե մենք հաստափոր գիրք չենք ուզում կարդալ, միևնույն է մենք կարող ենք հետաքրքիր տեսանյութ գտնել եւ այդ ինֆորմացիան լրացնել մեր կյանքում։ Այսինքն ամեն դեպքում ժամանակը մի քիչ ավելի մեր օգտին է։ Այո։ Բայց ավելի 90-ական թվականներին, 2000-ական թվականներին դու թեպետ արդեն համակարգիչ ունեիր եւ այլն, բայց այդ տարիներին ինչ ազդեց քո մտածողության ձևավորման վրա, որովհետև ես ինչպես հասկանում եմ, դու քո ընտանիքից չես ստացել քո տեսակի ձևավորումը։ Դու մարդ ես, որը ինքը իր տեսակը 0-ից ձևավորել է։ Դե ես ավելի գիտակից մտածողություն, այսպես ասած, ձեռք եմ բերել, նենչի շատ շուտ, կարելի ասել մի 5 տարի է։ Հա, այսինքն այն մտածողությունը, այն գաղափարները կամ այն մոտեցումները, որոնք տարբեր հարցերի շուրջ ես ունեմ, ավելի խոսքը էմոցիոնալ հարցերի մասին է, հարաբերությունների, եթե ավելի մեկ բառով ասենք։ Դա ավելի վերջին 5-6 տարում է ձևավորվել, երբ որ ես արդեն ունեցել եմ ընկերներ, ունեցել եմ տարբեր երիտասարդական իրավիճակներ իմ կյանքում, տարբեր ձախողումներ, հաջողումներ եւ իրենց հետ շփումների արդյունքում է ձևավորվել այդ ամեն ինչը։ Բայց դրանից առաջ ես էլ եմ ունեցել որոշակի սահմանափակումներ, ես եղել եմ մի քիչ քյարթու, որովհետև միջավայրներ պարտադրում։ Այո, միջավայրներ, որ շատ կարևոր է ինչ միջավայրում ես ձևավորվում, դա ազդում է քո մտածողության վրա։ Բայց այդ եմ ասում, կտրուկ տրանսֆորմացիա իմ գաղափարախոսության, իմ մտածողության այս վերջի 5-6 տարում է եղել։ Քո տեսակի մեջ կային ինչ-որ հատկանիշներ, որոնք քեզնից այնքան ես վանել, որ փորձում ես նույնիսկ չհիշել այդ մասին, բայց ես հիմա քեզ կխնդրեմ հիշել դրանց մասին։ Նայեք, ամենապարզամիտ սահմանափակ բաները ես ունեցել եմ, ասենք ամենահայտնի, որ ոնց կարա ընկերուհիս աղջիկների հետ գնա բան, չգիտեմ, ժամանց անցկացնի։ Նորմալ չի հիմա իմ համար այդ մտածողությունը, որ ես հետ եմ նայում, ասում ոնց եմ ասես, բա կամ պետքա 11-ին տանելին, 10-ին, չգիտեմ։ Եթե գիտես որտեղ է եւ այլ, այսինքն հիմա մի քիչ շատ ռացիոնալ եւ հետ եմ նայում նույնիսկ այդ ամենապարզ տարածված կարծրատիպերն այն մոտ եղել, ես հասկանում դա լավ չէր, կամ ես ժամանակին մտածում էի, որ աղջիկը պետք է ընդհանրապես բաց չհագնվի, բաց նկատի ունեմ չի նույնիսկ տոպիկ է, որ ասում են այդ ասվածը, բայց հիմա երբ որ ես պատկերացնում եմ իմ ընկերուհին կարա այտենց լինի իմ հետ, որ ես լավ զգամ, որ ոնց որ այն ժամանակ բանը մենթալիտետը ստիպում էր մտածել, որ ուրիշները կնայեն այդ աղջկան եւ ես կասեմ հələ մի վարքան սրանք նայում են իմ ընկերուհուն, հիմա ընդհակառակը մտածում եմ, ասում եմ սրանք ովքեր նայում են իմ ընկերուհուն, ես լավ եմ զգում, որ իրանք նայում են, բայց ինքը իմ հետ է, իմ ընկերուհին է։ Այսինքն այսպես լրիվ փոխվեց հաղորդություն Աշճան։ Եվ ոչ միայն հարաբերություններում, այլ տարբեր տարածք հարցերում, բայց ինչը օգնեց, երևի թե ավելի շատ այդ տեսակի մարդկանց հետ չշփվել։ Այսինքն ես հիմա էլ ունեմ ընկերներ, որոնք ունեն այլ մտածելակերպ եւ դա չի խանգարում իրենց լինել իմ ընկերը։ Բայց նաեւ շատ ընկերներ ունեմ, որոնք չունեն սահմանափակ մտածելակերպ տարբեր հարցերի շուրջ
Եվ սրանից զատ նաև արդեն իհարկե համաշխարհային մշակույթ ուսումնասիրել, չգիտեմ, գրքեր կարդալ, ֆիլմեր նայել, որոնք փոխում են քո մտածելակերպը, ինչքան էլ չուզես։ Նաև շատ միգուցե շատ էմոցիոնալ էի, այսինքն եթե ինչ-որ միջոցառման մեջ էի ներգրաված կամ ինչ-որ հաղորդավար էի, ինչ-որ միջոցառման ժամանակ եւ այլն, հետո երբ որ նայում էի վիդեոն, երբ որ հասկանում էի ես over եմ, շատ իմ տեսակը չի սա, ես ուղղակի ուզում եմ անել, որ ցույց տամ, որ անում եմ։ Հետո sense հասկացա դա ավտոմատ կարողացա իջեցնել։ Ես ուզում էի ինչ-որ պահի, օրինակ, ամենտեղ լինել։ Չգիտեմ, ուզում էի այս բենդում երաժիշտ լինեի միաժամանակ, այն հաղորդման մեջ սցենարիստ, այնտեղ հաղորդաբար ուզում էի համ դերասանություն անեի, համ գիրք գրեի, համ ֆիլմ նկարեի, համ էլ YouTube-ը, այսինքն ամենտեղ ուզում էի լինել, որտեվ իմ մոտ այդ FOMO ասվածի բանը կար, որ հետ մնալու էֆեկտը կար, որ հանկարծ հետ չմնամ ինչ-որ բանից։ Ու դրա արդյունքում շատ էի դժվար։ Հիմա հասկանում եմ, որ որը առաջնահերթ է, դրա այսինքն կարող եմ դասակարգել։ Տարիներ առաջ մենք հենց այս մասին խոսել էինք, որ դու ասում էիր, որ ես ուզում եմ լինել ամենտեղ, որովհետև ինձ չի բավարարում մի ոլորտում գործունեություն ծավալելը։ Ուղղակի ես ծայրահեղական էի, այսինքն ես ասում էի, ես չեմ ուզում լինել մեկտեղ, ուզում եմ լինել բոլոր տեղերում։ Իսկ հիմա ասում եմ, ես չեմ ուզում լինել մեկտեղ, ուզում եմ լինել մի քանի տեղերում։ Ամեն դեպքում ես այն որ չեմ ուզում լինել մեկտեղ, դա դեռ կա։ Բայց դու շատ տարբեր ոլորտներում քեզ փորձեցիր ու ինչ որ առումով նաև քեզ համար ստեղծեցիր հնարավորություն քեզ ճանաչելու տարբեր ոլորտներում, որովհետև հնարավոր է դու չիմանայիր, օրինակ դու ինչպիսին կլինես այս ոլորտում, բայց դու հիմա արդեն փորձել ես, գիտես ինչպիսին ես եւ արդեն հասկանում ես ուզում ես թե չես ուզում։ Հետաքրքիր մի բան կա։ Տարիներ առաջ երբ ես քեզ հրավիրել էի, ես քեզ ներկայացրեցի որպես հատուկ դասարանի դերասան։ Այսօր ես քեզ ներկայացրեցի որպես գրող, որը նաև էկրանավորել է իր ֆիլմը, ստացվում է գրող, պրոդյուսեր, ամեն դեպքում դու գտել ես այս ոլորտներից, որոնք են քեզ առավել հոգեհարազատ, թե վաղը մենք նորից կարող է տեսնենք Ռուբենին որպես դերասան։ Ինձ թվում է գտել եմ, որովհետև գիրք գրելը եւ ֆիլմ արտադրությունը, չգիտեմ, ինձ համար տարերքի պես են այս պահին։ Նաև երաժշտությունը, բայց երաժշտությանը դեռ չեմ ուզում անդրադառնալ, եւ ոմանք գիտեն, որ երգեր ունեմ թողարկած YouTube-ում որոշակի մի քանի արտիստների հետ, շատ եմ ուզում ինչ-որ պահի տենց հիմնական բենդ ունենալ ու ինքա ոչ թե բիզնես տեսանկյունից, կուզեմ իհարկե բնականաբար, որ ինքը ֆինանսել գեներացնի, բայց ինձ դուր է գալիս բեմում նվագել սոլիստի հետ, երգեն իմ գրած երգերը, ես դրանից ուժեղ էմոցիաներ եմ ստանում, իսկ ինձ համար այս կյանքը էմոցիաների մասին է։ Այսինքն ֆիլմ արտադրությունից ուրիշ էմոցիաներ եմ ստանում, որ մոտենում են դրսում ասում են ձեր գիրքը շատ լավն էր, երբ որ իմացա ով է մարդասպանը, այ դրանից ուրիշ էմոցիաներ եմ ստանում, եւ այդ էմոցիաների մասին է երևի կյանքը, որ հնարավորինս քո սիրելի էմոցիաներ, այսինքն ինչից դու էմոցիաներ ստանում, որտեղ էմոցիան մեկ բան չի։ Ես բեմից էլ ասեցի պրեմիերայի, որ այն էմոցիան, որը զգում էի, անծանոթ էր շատ, ասում եմ, մի հատ նոր պետքա ծանոթանամ, բայց դուր էր գալիս ինձ։ Կան էմոցիաներ, որոնք անծանոթ են եւ ծանոթանում ես, հասկանում ես, դուր չեն գալիս։ Հիմա ոնց որ ես կուզեմ գապա եւս մեկ անգամ բեմին կանգնեմ այլ ֆիլմի ու նորից այդ էմոցիան ապրեմ։ Ու դրա համար պետքա գտնել այդ էմոցիաները, որոնք են քոնը ու անել նրանք այնպիսի բաներ, որ դրանք քո կյանքում հայտնվեն։ Իդեպ երաժշտությունը քեզ ժամանակին շատ օգնեց նաև, որովհետև հենց այդ բանակից հետո տարիներին, երբ սթրեսի արդյունքում քեզ մոտ առաջացել էր նաև խոսքի հապաղման խնդիր, մարդկանց համար ավելի հասկանալի լեզվով որոշակի կակազելու խնդիր կար, դա հաղթահարեցիր նաև երաժշտության միջոցով։ Դե դա մի քիչ գիտական միգուցե փաստ չի, ես ավելի ենթադրում եմ, որովհետև հիմնականում շատ հետազոտություններ կան, որ երգելու ընթացքում մարդը ուղղակի չի կակազում։ Հա, ինձ թվում է դա օգնեց, որովհետև ես գիտարս վերցնում զբաղվում էի։ Կարծում եմ դա այո որոշակի ազդեցություն ունեցել է բնավ չիջեցնելով դեղորայքային բուժման էֆեկտը։ Դու ի վերջո որքան ժամանակ անց հաղթահարեցիր քո այդ առողջական խնդիրը։ 3-ից 4 ամիս մոտավորապես։ Ես արդեն իմ բանակի վերջերում արդեն ամեն ինչ լավ էր։ Այս բանի մասով եմ էլի ասում խոսքի եւ մնացած հետո արդեն առաջացավ որոշակի շրջան
անկնություն, բան, արդեն ավելի սիմպտոմատիկ ինչ-որ բաներ։ Երբ խոսում ենք մայրիկի հետ հարաբերությունների մասին, մեր նախորդ հարցազրույցում դու մտաբերում ես, որ մայրիկը փոքր տարիքում բավականին խիստ էր ու ինչ որ առումով ուներ նաև կյանքի իր պատկերացումները, որոնք ուզում էր, որ դու իրականացնեիր։ Ինչու, որովհետև իրեն թվում էր, որ այդպես ավելի ճիշտ կլինի։ Դու համառեցիր, գնացիր քո ճանապարհով, շատ դեպքերում մայրիկին չլսեցիր, իհարկե չանտեսեցիր նաև, որովհետև մայրիկի խնամքը, մայրիկի հանդեպ հոգատարությունը քո մեջ կա եւ շատ կարեւոր է դա, բայց եւ դու համառեցիր եւ գնացիր քո ճանապարհով։ Մայրիկը այսօր հաշտվել է Ռուբենի ինքնուրույնության հետ, թե դեռ ինչ որ տեղերում փորձում է իր կարծիքն ասել։ Չէ, իրականում դե քանի որ ինչպես ասեցի, մաման շատ մեծ դժվարություններով է ինձ մեծացրել, չգիտեմ, գիշերով խոհարար աշխատել, գիշերով գործարանում հանքային ջուր լցնող աշխատել, անասելի ժամային գրաֆիկով աշխատել, շատ անընդունելի մի խոսքով, բայց ու ինքը շատ էր ուզում, որ ինչ որ պահից ես հաջողեմ, որ ինքը մի քիչ թեթևանա ու ինքը դե բոլոր մայրերն էլ շատ են կարծում եմ ուզում որ պետական գործի լինի իրանց տղան կամ ինչ-որ օֆիսային բան, ասած անդադ այդ մեսեջներն էր տալիս, որ գալիս տեսնում էր ես ասենք վիդեո եմ նկարում կամ գիրք եմ գրում, ասում էր ինչ ես անում, մի հատ գնալ լուրջ գործով զբաղվի բան, բայց չէին եղանում ամեն դեպքում հասկանում ինչի է դա ասում։ Ու դա տևեց այնքան մինչև նույնիսկ առաջի գրքից հետո էլ դա մեկաշարունակվում էր, մինչև համալիրում շնորհանդես եղավ ու ինքը եկավ նստեց առաջին շարքում ու զգաց որ ինչ-որ մեծ ամասշտաբն ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում, որը ինքը չէր սպասում։ Դրանից հետո լրիվ փոխվեց։ Դրանից հետո մինչև օրս ասում եմ ոնց անցավ շնորհանդեսը, երբ է նոր գիրքը բան, արդեն տենց բաներ է եւ սատարում են։ Այո, արդեն լրիվ այդ բարձերը դուրս են եկել ու չկա որոշակի խնդիր։ Իսկ քո մեջ կար այդ ապացուցողական մտածողությունը, որ ես կապացուցեմ, մամ, ես քեզ կապացուցեմ։ Չէ, չկար։ Ավելի շատ կար որ մամ համբերի լավ կլինի սա, այդ մտածողություններ։ Իսկ այդ բոլոր ճանապարհներն անցնելուց, տուն գնելուց հետո, երբ տունը գրավ դրեցիր, դրան ինչպես վերաբերվեց։ Ես մի քիչ նեղվեցի, որովհետև այդ տան հիպոթեկի վճարի մեջ նաև մեծ դեր ուներ մամայի գումարը, այսինքն ինքն էր աշխատել նաև վճարել շատ որոշակի կտորը, եւ ոնց որ ավելի շատ նեղվեցի, որ իր աշխատածը դրեցի գրավ, քան տունը։ Բայց կարծում եմ լավ կլինի։ Իր արձագանքը սկզբում մի քիչ բաներ ոնց թե գրավ, դե պատկերացրեք։ Այն դեպքում երբ որ մի քանի ամիս առաջ ենք ավարտել էլի հիպոթեկը։ Բայց հետո բացատրեցի, ինքն էլ հասկացավ, որ դե բնականաբար չէ, հետ դարձի ճանապարհ չկա, պետք է անել մինչև վերջ այս ֆիլմը եւ հասցնել իր նպատակին։ Ֆիլմում դերասանական քաստինգն էլ, հա, շատ հետաքրքիր էր արված, հետաքրքիր է, որ կային նաև անփորձ դերասաններ կամ նոր սկսող դերասաններ, որոնք գուցե թատերականի ուսանողներ են, բայց մենք իրենց դեռ ճանաչելու հնարավորություն չենք ունեցել, բայց ես համենայն դեպս ընթացքում չեղավ մի դրվագ, երբ որ չհավատամ դերասաններին ու շատ սիրուն քաստինգ էր արված, ամեն մեկի իր տեղում էր, բայց ուզում եմ խոսենք մեկ այլ դերասանի մասին, խոսքը Ալբերտ Խուլինյանի մասին է, ով Գիգորի դերակատարն է, ու ես ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի հետաքրքիր զգացողություն ունեցա, նայում էի իր դեմքին, իրականում տեսնում ես, որ Գիգորը նույն կերպ մեծացել է, բայց ինչ որ մի բան ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որովհետև ինձ թվում էր ես մեծացել եմ, Գիգորը չի մեծացել։ Այո, շատ իր հայացքը նույնն է, լրիվ։ Ինչպես կարողացար իրեն ներգրավել ֆիլմում, որովհետև Գիգորը եղել է իր առաջին եւ վերջին դերը եւ մարդը դերասանական գործունեությամբ այլևս չի զբաղվում։ Սկսեմ հարցի սկզբից, երբ որ ասացիր երիտասարդ դերասանների մասով, մենք գեր նպատակ ունեինք, մեր առաջնային նպատակներից էր, որ մենք պետք է մաքսիմալ հավաքենք այնպիսի մարդկանց, որոնց չեն ճանաչում։ Նախ առաջին հերթին, որ թարմուց ու հիմա չեք պատկերացնի, ինչքան կոմենտներ են գալիս, որ ինչքան նոր դեմք կար, ինքան լավ էր, այդքան նոր դեմք կար եւ այդ էֆեկտը ես ուզում եի եւ ստացա։ Եվ իհարկե իրենց մեջ կան նաեւ որոշակի հայտնիություն ունեցող, օրինակ Դալիթան Ավանեսյան կամ Ավետը կամ Մելենը, բայց մեծ մասը մենք ուզում էինք, որ որոշակի թարմություն լինի եւ դա շատ լավ է ընդունվել։ Իսկ ինչ վերաբերում է Ալբերտ Խուլինյանին, ես գնացի իր հետ զրուցելու հասա դսեղ ու սկսեցի այդ պատմել ֆիլմի մասին։ Ինքը ասաց Ռուբեն ջան, ես դերասան չեմ, ես այդ ժամանակ ինձ հետ երկար աշխատել է Սոս Սարգսյանը, Հենրիկ Մալյանը եւ իրենք ինձ դրել են որոշակի հոգեբանական վիճակի մեջ, ես կարողացել եմ դա անել։ Հիմա ասում եմ 40 տարի ես տեսախցիկի առաջ չեմ եղել եւ ես գալու եմ բադ խաղամ։
ասացի պարոն Ղուլինյան, այստեղ ոչ թե ձեր խաղն է կարևոր, այլ ձեր կերպարը, որովհետև դուք մեզ համար մշակութային որոշակի արժեք եք։ Ես ուրիշների մոտ էլ էս հարցը քննարկելուց ասում եմ, եթե օրինակ Տիգրան Մանսուրյանի ֆիլմում նկարահանվի որպես դերակատար, ինքը բոլոր իրավունքներն ունի ամենավատը խաղալու, բայց դա այնքան մեծ արժեք է, որ դա արդեն երկրորդ հային է դառնում։ Եվ ես հենց այդ արժեքի համար եմ իրեն բերել։ Ու այդպես որ բացատրեցի, ինքը ասեց, հա, օքեյ, լավ, ես կգամ կփորձեմ։ Եվ եկավ, հա, ինքը շատ լարված էր նկարման հրապարակում, շատ համեստ ու շատ հրաշալի մարդ է, պարոն Ղուլինյանը, շատ աշխարհի ամենաբարի մարդկանցից մեկն է։ Բայց կարծում եմ այն ինչ ուզում էինք, մենք ստացանք։ Որոշակիորեն միգուցե տենց ինքը շատ լարված է խաղացել, բայց նորից եմ ասում, իր կերպարի արկայությունը, հատկապես որ վերջին անգամ այդ մարդը նկարվել է Սո Սարգսյանի հետ եւ հիմա նկարվում է իմ ֆիլմում, դա չի դեմիչ է, էլի, շատ մեծ բան է։ Ինչպես իրեն հիշեցիր, ինչից առաջացավ այդ միտքը, որ հենց Ալբերտ Ղուլինյանը պիտի լինի այդ դերում, որովհետև ամեն դեպքում մենք սովոր ենք, չէ, հաճախ ինչ որ մարդիկ աչքիդ առաջ են լինում եւ նկատի ես ունենում իրենց որպես դերասան։ Այո, ես հիշում եմ, որ ինչ որ հարցազրույց ընկավ աչքովս, ֆիլմի հələ սկզբերն էր, այն նոր որ պետքա արդեն սկսեինք սցենար բան մտածել։ Ինչ որ հարցազրույց բերեց, որտեղ հարցնում էին Ալբերտ Ղուլինյանին նկարահանումների մասով, ասեց ինձ Կիքորից հետո որևէ առաջարկ չի եղել, էլ։ Ես կարծում եմ դու բրավո է եւ մի հարցազրույցն ես տեսել, իրենք շատ սիրուն ինտերվյու էին արել։ Հա, միգուցե չեմ հիշում։ Եվ այդ մեսեջը միանգամից բռնեց ինձ, ասեցի մի վարքան, բայց ինչի էլի, ինչի չեն այս մարդուն նորից կանչել։ Ու ասացի ես մի հատ պետքա խոսամ իր հետ։ Ու ինքը կերպարի, որպես այսին կերպարել շուներ առաջին գրքում, բայց երկրորդ գրքում հայտնվում է մի հատ կերպար այդ գյուղում, Լուրագարա գյուղում, որը կարա շատ հանգիստ ինտեգրվեր առաջին ֆիլմի մեջ։ Գրքում օքեյ ինքը չկա, երկրորդ գրքում կա, բայց առաջին ֆիլմում ինտեգրվում էր եւ ես սցենարը այնպես գրեցի, որ ինքը երևա։ Ու արդեն տենց գնացի ասացի չի եղել առաջարկ, ես ուզում եմ անել ձեզ այդ առաջարկը։ Ինքը երևի որ այդքան չէր եղել առաջարկ, չէր սպասում որ ամեն դեպքում կլինի։ Դրա համար ինքը սխառնվեց իրար բան, բայց կարողացանք համոզել։ Այդպես չգիտեմ, ինքը շատ սպասում է արձագանքներին ու իրան էլ են անդադ գրում։ Չգիտեմ, այս բանի ֆիլմը ցուցադրվում է, կարող են մարդիկ նայել եւ ոչ միայն ինձ կարծիք գրել, այլ ինքը ունի սոցիալական էջեր, իրեն էլ գրել, հաստատ շատ կողքեորվի։ Ֆիլմում շատ անսպասելի ու շատ հետաքրքիր մի դրվագ կա, երբ ֆիլմում հայտնվում է Միշոն։ Ինչպես կարողացար Միշոին, որը որ վերջին տարիներին գրեթե որևէ տեղ չի նկարահանվում, հատուկենտ համագործակցություններ է ունենում, համոզել նկարահանվելու քո ֆիլմում։ Մի քանի տարի առաջ Միշոն Twitter-ում շատ ակտիվ էր։ Ինքը այն որ ինչ որ ասպարեզից մի պահ կորել էր, բայց Twitter-ում որոշակի ակտիվություններ եւ ես ինքը սոցցանցերում չկար, մենակ Twitter-ում կար եւ ինձ մի օր ուղարկում են իր թվիթներից մեկը, ասում են հենց Միշոն քո մասին ինչ ա գրել, բացում եմ գրված է եթե մեր սերունդը ունենա Ռուբեն Էսանի նման էլի մարդիկ, մենք հաստատ մեծ հաջողություններ կունենանք։ Նախ շատ ողջորվում եմ, որովհետեւ ինչպես ասացի ջերմուկում ես իրան միայն հեռուստացով եմ տեսել, բացի YouTube-ով էլ չեմ տեսել։ Ես ինչ որ ձև չեմ հիշում, ոնց մարդ գտա, որ իմ շնորհակալությունը իրեն փոխանցի, որովհետև չէի կարողանում կապի դուրս գալ։ Ու հասկացա, որ ինքը որոշակիորեն ծանոթ է գործունեությանը, որ նման բան ա գրել։ Հետո երբ որ եկավ այս ֆիլմի արդեն աշխատանքները, կար կերպար, որը ես շատ էի պատկերացնում, որ ինքը կարա լինի, որովհետև վիզուալ էլ այնպես էի պատկերացրել, շատ նման էր իրեն եւ խառնվածքով։ Ու մոտավորապես 1 տարի առաջ ներկայիս պահից սկսած մենք սկսեցինք բանակցել։ Միշոն աշխատանքի նկատմամբ շատ բծախնդիր մարդ է ու ինքը ամեն դետալ ուզում է իմանա, որ հատկապես ինքը այս ֆիլմի դեպքում ուներ որոշակի մտավախություն, որտեղ դա առաջինն է թրիլեր ժանրում։ Բայց ասեց սա իմ ամենասիրելի ժանրն է, թրիլերը միստիկան եւ ասեց եթե ես հասկանամ, որ հիմքեր կան, որ լավն է լինելու ինքը, ես սիրով կհամաձայնեմ եւ այդ հիմքերը ես 1 տարի շարունակ փորձել եմ իրան ամեն ձև տալ։ Գիրքն եմ ուղարկել, կադրեր ենք նկարել, սցենարն ենք ուղարկել եւ լրիվ հասկանալով իրեն, էլի, այնպես չէ որ ասում էինք թե ինչա այստեղ են այսքան հարց տալի, բնականաբար մենք հասկանում էինք, որ շատ մեծ է մտավախությունը մարդկանց այս ժանրի նկատմամբ։ Եվ եկավ այդ պահը, որ ինքը ի վերջո կադրեր նայեց եւ այլն, ասեց իմ ամենամեծ մտավախությունն ինչն էր, որ հայկական թրիլերը կարա լինի խնդալու, ծիծաղելի, ինչ որ այսքան cringe ասվածը, հա։ Բայց երբ որ նայեց տրեյլերը եւ որոշակի հատվածներ, ասեց շատ հեռու է, այն ինչից ես ասում եի ծիծաղելու, ասեց ես շատ կուզեմ արդեն մենք
փորձենք ստանալ այդ համագործակցությունը։ Ինքը դեռ չգիտեմ այս ինտերվյուն երբ է գնալու, բայց ինքը ամսի 16-ին Միացյալ Նահանգներում պրեմիերային հրավիրել եմ գնայի իր կարծիքը ամբողջական կասի, դեռ չի նայել։ Բայց բնականաբար շատ ուրախ եմ ու ինքը առանձնակի մի հատ գույն է տվել ֆիլմին իր ներկայությամբ ու միայն իր մասին, իր կտորի մասին կարծիքները շատ լավն են, շատ Ու նաև շատ անսպասելի է հայտնվում, մարդիկ որքան էլ հիմա իմանան, որ հայտնվում է, միևնույն է չեմ պատկերացնելու, թե որտեղ է հայտնվում։ Կամեո է կարելի ասել։ Իսկ Սոս Ջանիբեկյանին դժվարությամբ ինտեգրեցիր, ի վերջո ժանրը իր համար էլ նորություն Այո, էր։ երբ որ ես Սոսի հետ խոսեցի, ինքը ասեց նույն ժանրա, որ իրոք վախենալու է Հայաստանում sense ժանր անելը, այն իմաստով, որ շատ նոր է, էլի, ոչ մեկ չի տեսել այս ժանրի ֆիլմ, այդ իմաստով ինքը ռիսկային է շատ։ Ու ասեց լավ, միած սցենարն ուղարկի կարդամ։ 2-3 օր անց զանգեց, ասեց Ռուբեն ջան, մի շնչով կարդացել եմ, ասում եմ ես սովորաբար սցենարը, եթե ինչ որ պահից ինձ ցանցրացրեց, ես ուղղակի չեմ շարունակում։ Ասեց, բայց սա սկզբից մինչև վերջ գնաց sense ոնց որ եղավ նենց ոնց պետքա լիներ, այսինքն ամեն ինչին հավատացի եւ այլն եւ հասկացա, որ պոտենցիալ ունի։ Ասում եմ, եթե զգայի որ պոտենցիալ չունի, միգուցե չհամաձայն, մեկը ասում է, ես միշտ ասում եմ, որ ինչի Հայաստանում չեն ստեղծվում այլ ժանրի ֆիլմեր, հիմնականում կոմեդիա կամ դրամա։ Ասում է, հիմա եկել է Սոս ջան, այդ պահը քեզ նման առաջարկ են արել, դու պետքա կանգնես այս մարդկաց կողքին եւ ես կանգնեցի։ Ու ինքը որ եկավ նկարման հրապարակ, ես Սոսի հետ մենք գիտեինք իրար տենց հերակա, բայց ես իր հետ չեմ աշխատել։ Դե Սոս Ջանիբեկյանն է ստատուսով դերասան եւ այլն, ես մտածում եմ մարդը գալու է իր գործնան, իր գումարը ստանա գնա, բայց ինքը նենց նվիրումով էր պրոյեկտին, նենց բաներ էր մտածում, այսինքն ինքը այն չէր անում, ինչ մենակ ասում էինք, ասում էր կարող է մի հատ չոթք տակ սս ձեռս, այսինքն ինքը դետալներ էր մտածում։ Ու ես տեսնում եմ իր նվիրումը ու հասկանում եմ, որ այս մարդը իրոք շատ նվիրված է այս պրոյեկտին եւ միգուցե բոլորին եւ իր խառնվածքն է այդ ու մենք իրար հետ ավելի մտերմացանք ու ես հասկացա թե ինքը ինչքան լավ ու խորը արվեստագետ է։ Այդպես բնականաբար բոլորն էլ ունեին այդ մտավախությունը եւ Արտուր Դարփինյանը նույնպես ուներ այդ մտավախությունը, բայց իր դեպքում քիչ հեշտ եղավ, որտեղ ինքը նմանատիպ ժանրի ամերիկյան ֆիլմերում նկարահանվել է ու բայց ստացվեց իր մոտ եւ բոլորը ուղղակի ապշած են իր խաղից։ Այս ներկայումս հիմա ով դուրս է գալիս շշմած է ուղղակի իր դերակատարումից։ Իսկապես ինքն էլ շատ լավ դերասան է։ Իդեպ դերասանական կազմի վիճեն շատ մեծ է եղել։ Հա, ահագին։ Տունե է դեր։ Չէ, այո, դե ամեն դեպքում պետք է կարծում եմ ընտրել եմ սիմարտիկ նաև, որոնք սիրված են, որովհետև դա միշտ հաճույք է պատճառում ֆիլմը նայելուց։ Իհարկե։ Ռուբեն, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք տարիներ անց հանդիպեցինք ու կարծում եմ շատ տարբեր զրույց ստացվեց նախորդից, որովհետև շատ հաճելի է, երբ տարիները մեր կողքով չեն անցնում եւ իրենց ազդեցությունն են թողնում, ու նաեւ քո գործունեությունը շատ է փոխվել հիմա, նույնիսկ մեր ներկայացնելու գործունեության ոլորտը նույնիսկ լրիվ ուրիշ է հիմա, այնպես որ շատ ուրախ եմ քեզ համար եւ շատ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Ես եմ շնորհակալ, հատկապես մերսի որ եկար պրեմիերային։ Ես սիրով եկել եմ, սիրով դիտել եմ ու շատ գեղեցիկ էր նկարված։ Շատ մեծ շեշտադրում ենք արել սիրունության վրա կադրերի, հատկապես շատ ենք ուզել ցույց տալ, որ լորիումա նկարվեր լորվա գեղեցկությունը եւ որ հայկական գյուղերը ինչքան սիրուն կարան լինեն։ Այդպես հաջողվել էր։ Շնորհակալ եմ շատ, մերսի։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։